Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 23-ն է և ես ձեզ եմ ուզում ներկայացնել այսօրվա նորությունները։ Նախ ուզում եմ սկսել այս խոսքերից Նիկոլ Փաշինյանը մենակ սիրած հերոսի, որ ասում պետություն ոչնչացնելու համար անհրաժեշտ է նրան քաղաքացիներին զրկել բարոյական և էթիկայի հիմքերից։ Դրանք կվերածվեն կենդանիների ու իրենց ձեռքով կկործանեն իրենց տունը։ Ջորջ Սորոս։ Ինքը շատ լավ գիտի դրա մասին, սա այն է, ինչ որ մեթոդաբար իրականացնում են հիմա Հայաստան։ Եվ այսպես ուզում եմ հիշեցնել, որ մենք կհանդիպենք ամսի 19-ին սեպտեմբերի Լոս Անջելեսում եւ այս եւ այլ կարևոր հարցերի եւ մեր գործողությունների մասին կքննարկենք եւ որոշումներ կկայացնենք միասին հանդիպան ժամանակ։ Մուտքն ազատ է, այնպես որ համեցեք։ Մենք մեկնարկ ենք տալու այն շարժմանը, որը մեզ տանելու է դեպի այն վիճակը, որի մենք արժանի ենք։ Ուրիշ բան չեմ ասում։ Գնանք առաջ։ Եվ այսպես ես սպասում էի Իրանի արձագանքին, սա շատ կարևոր էր եւ Իրանը արձագանքեց ավելի կոշտ, ավելի որոշակի, քան նույնիսկ ես պատկերացնում էի, որ հնարավոր է։ Եվ այսպես թարգմանաբար ներկայացնում է Վարդան Բալյանը, շնորհակալություն Վարդանին կատարած հոյակապաշտանքի համար։ Եվ այսպես ուրեմն ընդեղ քննարկում է գնում հենց Իրանում, հա։ Ցիտում ենք, այն պայմաններում, երբ հարավային Կովկասում միջանցքային հավասարումները փոխվում են Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված Թրամփի միջանցնախագծի իրականացմամբ, Իրանը եւս զարգացնելով այլընտրանքային երկրին Հայաստանի հողի վրա մտել է տարածաշրջանային միջանցքային մրցակցության նոր փուլ։ Պարզ է։ Թուրանական միջանցքին հակակշիռ Իրանը առայժմ իրականացնում է իր միջանցքի ծրագիրը Հայաստանի տարածքով, որ նրան պետք է հնարավորություն տա միջազգային բեռնափոխադրումներ իրականացնել շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս երկու առանցքային կետը ներկայում Քաջարանի 72 կիլոմետրանոց թունելն է, որի գործնական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Իրանի փոխնախագահ, լսեք, փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրհամանդին նախագծի մեկնարկային արարողությանը շեշտել է, որ հյուսիս-հարավ ճանապարհի ավարտը կարող է ապահովել Հայաստանի եւ Իրանի կապը Սևծովի հետ։ Նշենք, որ Հայաստանի տարածքում ընթացող շինարարության զուգահեռ ներկայում իրանական կողմում եւս իրականացնում են Ջուղա Նուրդուզ ճանապարհի զարգացման Նուրդուզի կամրջի կառուցման նախագծերը։ Հա, ես հիշեցնեմ, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը եւ Իրանում էր ցույց են տալի են իր անասնական դեպքով ոչինչ չասող հայացքով նայում էր այդ շինարարությանը։ Գիտեք էլի ում մասին է խոսքը, մի ասած դեմքով մեկը կա, չէ՞։ Լրիվ բովանդակությամբ Նիկոլը։ Այս ճանապարհն ավելի մեծ շղթայի մասն է, որը սկսում է Պարսից ծոցից եւ Իրանի տրանսպորտային ցանցից անցնում է Նուրդուզի սահմանով, հասնում է Հայաստան, այնուհետև Վրաստան, միանում է Սևծովային նահանգիցներին եւ այսպես դեռից արդեն Ռուսաստան, Եվրոպա ու ուզես։ Ես ասում Հայաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, այս երեք երկիրը կապում են Պարսից ծոցն ու Սևծովը։ Սա պետք է աշխատի։ Սա մեր ապագա Հայաստանի առաջնային խնդիրն է։ Ապահովության տնտեսական զարգացման եւ ռազմական զարգացման եւ ռազմական ապահովության, որը շատ կարեւոր է։ Այսպիսով Իրանը ստեղծում է միջանցքային տարբերակ մի իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտարարում է թրիպ նախագծի իրականացման եւ Զանգեզուրի միջանցքով առնվազն 15 միլիոն տոննա բեռլի փոխադրման թիրախի մասին։ Փաստորեն ներկայիս մրցակցությունը Կովկասում միայն ճանապարհի կամ երկաթգծի կառուցման մասին չէ, այլ այն բանի թե առաջիկա տարիներին հարավային եւ արևելյան Ասիայի բեռները որ ուղով են փոխադրվելու դեպի Եվրոպա, Ռուսաստան, Վրաստանի ուղին կարող է մրցակցային եւ Սևծովյան այլ շրջաններություն։ Նման պայմաններում Իրան, Հայաստան, Վրաստան ուղին կարող է մրցակցային լինել Ադրբեջանով եւ Թուրքիայով անցնող երկթուղների նկատմամբ։ Այստեղ ճանապարհների կռիվը, բառացի ճանապարհների կռիվը, կամ Հայաստան անցնում են, չկա Հայաստան, երկու թուրքական պետություններն են,
կամ Հայաստանը դառնում է կարևորագույն գիծ ամբողջ ասիական, նաև Պարսից ծոցի երկրների կապը Սևծովի, հետևաբար Ռուսաստան, Եվրոպայի հետ։ Պատկերացնում եք նշանակությունը։ Եվ այս նախագծի մեջ Հայաստանը նեյտրալիզացնելու խնդիրը իր վերցել հենց Հայաստանի վարչապետը, որը կոչում է դա խաղաղություն։ Իհարկե մի շերտ կա, որ դա ընդունում է այդպես էլ, որպես դա խաղաղություն, բայց մենք այդ շերտին դեռ կանադառնանք։ Իրանի տեսանկյունից Հայաստանի հետ հաղորդակցային ուղու պահպանումը Սյունիքի ադրբեջանական թուրքական էքսկլավ չդարձնելն ունի ռազմավարական նշանակություն, այսինքն Իրանի համար, որ Հայաստանը չդառնա ադրբեջանական էքսկլավ, տես ինչ բառ են օգտագործում։ Այսինքն իրանք տեսնում են, որ Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնում է ադրբեջանական էքսկլավ, որը իրանց համար անընդունելի է։ Ու դա չդարձնելը դառնում է ռազմավարական նշանակություն։ Հետևաբար այս տարածքում ենթակառուցվածքների զարգացումը միայն տնտեսական քայլ չի, այլ քաղաքական, գոյութենաբանական, ես կասեի։ Մյուս կողմից Քաջարյանի թունելի կառուցումը իրանական ընկերությունների մասնակցությունն ունի նաև տնտեսական ուղերձ, որտեղ այդ ամբողջը կառուցում են տնտեսական իրանական բաները, շինարարությունը։ Գալիս եմ ամենակարևորին, հա։ Զանգեզուրը Իրանի աշխարհաքաղաքական կշիռն ավելացնելու բանալին է, որ որևէ պարագայում չի կարելի զիջել թշնամական եռակին, քանի որ այն կարող է ապահովել իրանական ապրանքների եւ էներգիայի տարածման անվտանգ եւ այլընտրանքային ուղի, որը քիչ կենթարկվի արևմտյան պատժամիջոցների եւ վերահսկողության ազդեցությանը։ Հիմա գալիս են Հայաստանին։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները կապված Տիգրանաշենի եւ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան Սևծով նավահանգիստներ տանող ճանապարհի հարակից հատվածներում գտնվող մի քանի այլ բնակավայրերի հնարավոր հանձնման մասին չեն կարող մտահոգիչ չլինել Իրանի համար։ Ադրբեջանա-թուրքական ճնշումներից վախեցող Փաշինյանը պետք է հստակ իմանա, գալիս են կարևորին, որ Իրանը Զանգեզուրի համար իր թուրը Պայծյանից հանել է դեռ 2020 թվականին։ Այն օգտագործելու կարիք չեղավ, որովհետև Ադրբեջանը արագ հասկացավ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Զանգեզուրի հնարավոր անեքսիայի փորձը, եթե նա հարձակվեց Զանգեզուրի վրա, թվում է սակայն Իլհամ Ալիևն ու հովանավորները չեն հրաժարվել իրենց մտադրությունից, որոնք հիմա փորձում են իրականացնել Փաշինյանին ճնշելով հայերի հետ մենք դարավոր հարևաններ ենք, երկար դարեր հայերն ապրել են իրանական պետության կազմում, մինչև ռուսների կողմից հարավային Կովկասի գրավումը։ Իրանը չի ցանկանում սպառնալիք դառնալ հայերի ու անկախ հայկական պետականության համար։ Իրանը պատրաստ է ուժեղացնել Հայաստանին որպես իր տարածաշրջանային գործընկեր։ Ցանկալի կլինի Հայաստանը եւ հայությունը սա հասկանան։ Ուղի խոսքը ավանակին են ասում։ Միաժամանակ պետք է բարեկամաբար հասկացնել հայկական իշխանությունը, որ Ադրբեջան-Թուրքիա ԱՄՆ եռակի ճնշումների ներքո Իրանի շահերի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ Զանգեզուրի համար կիսով չափ Պայծյանից հանված իրանական թուրը մերկացվի ամբողջությամբ։ Նույնպես եմ կրկնում, միաժամանակ պետք է բարեկամաբար հասկացնել Հայաստանին, որ այդ սուրը, որ կիսով չափ հանվեց եւ Ադրբեջանը կանեց, կարող է մերկանա ամբողջությամբ։ Թերևս կսահմանափակվեմ թարգմանաբար ներկայացվող քննարկումների հատվածով, սա արդեն Վարդանի խոսքն է, Վարդան Բալյանի։ Ոնց էր։ Մյուս կողմից հիմա զինվորականների խոսքը։ Հարևան երկրներին եւ աշխարհի բոլոր երկրներին հորդորում են չմասնակցել ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմի, որովհետեւ ինչ որ կատարվում է հիմա Հայաստանում, դա տնտեսական պատերազմ է, ավելին կան տնտեսական, սա քաղաքական պատերազմ է Իրանի դեմ։ Հակառակ դեպքում հարված կհասցնենք նրանց, սա ասում է արդեն Իրանի ազգային անվտանգության քարտուղար Մոհսեն Ռեզայի կներեք։
Եվ այսպես, ես սպասում էի, ես մտածում էի, ես ուլը ձեն չկա։ Նիկոլա հայտարարում է, որ ոչ մի բան չի տալի, հաջորդ վայրկյանին հայտարարում է, որ տալիս է, մի հատ Մենք պետք է հասկանանք լավ այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի, թե իրավական հիմք չունի։ Անկլավների թեմայի հետ կապված։ Արքին Հայաստանի տարածք չի։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք։ Բա ու սա մեկ անգամ չի, որ ինքը ասել է։ Սա հիմա հանրայինի եթերում լսեք սրա։ Շատ է խոսվում անկլավների մասին։ Մենք օրինակ նայում ենք, մենք ինչև էս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չեն գտել։ Հիշում եք, Սա ուղիղ ընտրություններից առաջ է։ Հանրային հեռուստատեսության բացում նաև։ Սրանք երկու տարբեր առիթներ են։ մի քանի անգամ կամ ձեզ այս ֆորմատով կամ այլ տեղերում ասել եմ քարտեզը ինչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Չի գտել իրավական հիմքի Եվ ժամանակ մենք այս պահի դրությամբ ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ վերջից։ Չի տեսել։ Այդ օրվա վիճակով չի տեսել, անցավ ընտրությունները, հիմա հարց Երբ գործընկերներից մեկը անդրադարձավ Վարդաշանի բնակիչներին, բայց խնդրել են այս ձայնային հաղորդակցությունը միացնեմ։ Փաշինյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ մենք լսել ենք ժողովրդին խոսքեր տվել դրսում, որ վթարային շենքի ապրողը 20 քառակուսի ունեցողին պետք է տա 40 քառակուսի, որ մարդը բարեկեցիկ ապրի, բա ուր է ձեր ասած խոստումը, որ արդեն կառավարությունը ամսի 6-ին որոշում է կայացրել օգոստոսին, որ վթարային շենքի ժողովրդին 7-8 միլիոնը պետք է հանեն։ Վարդաշենի 6-րդ փողոց 68-ի A, 66-ի դրոտ 1։ Ընտրություններից առաջ ես խոսքեր եմ տվել, բայց ինչու չկարողացել։ Ոչ։ Պարոն Փաշինյան, հարցից հետևյալն է, դուք Տիգրանաշենը համարում եք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, պատասխանը պարզ է իհարկե, որ չեք համարում, քանի որ այն դիտարկվում է անկլավ, եւ անկլավների փոխանակման հետ կապված հարցը քննարկվում է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի օրինակ, եթե Տիգրանաշենը հանձնվի որպես անկլավ, ադրբեջանցիները չվերաբնակեցվեն այդ հատվածում եւ Հայաստանի Հանրապետության մեջ կղզյակի կարգավիճակ չունենան։ Պարոն Փաշինյան, ես ինքս եմ բախվել այդ խնդրին, Fly One ընկերության հետ է կապված, բազմաթիվ ահազանգեր են գալիս քաղաքացիներից, որ այս ավիաընկերությունը իրականացնում է։ Մի խոսքով, արդեն պատասխանը գիտեք։ Էական չի, ինչ է խոսում, երբ է խոսում, ինչ է խոստալի, ինչ չի խոստալի։ Ընդ որում, այս հարցի մեջ, եթե հիշում եք պատասխանի մեջ, որ դրանք բոլոր ադրբեջանական անկլավ են, մի բան որ ասենք, մեկ ամիս համեկի եթերում ես մարդը, անմեղ մարդը։ Անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ Հա, ու մի անգամից ընտրություններից հետո եւ տեսնում է եւ գտնում է, դա։ Այս հարցը հնչելուց հետո ինչա պատասխանում երկու պատագայում է։ Որ այն ինչ որ ասել է, այդ մարդկանց կոմպենսացնելու։ Ասում է դա ընդհանրապես ոչ մի բան չարժի, կարող են կետել չտալ։ Ընտրությունների ժամանակ խոստանում է մարդկանց ավելին, քան ինքը կարող է տալ, ասում է 20 կորցնելու, խնդրեմ չի 40-ը կստանաք։ Դրա մասով ջրում ասում է կարող են կետել չտալ ընդհանրապես, այս ինչի մասին է խոսքը։ Մենք դա զրո արժի, զրո։ Դե անկլավների իմաստով է նույն բանը, ինչ չեն գտել են ժան, այ հիմա գտանք։ Այ հիմա գտանք ու որոշեցինք, որ դա այլևս Հայաստանի տարածք չի։ Հիմա ինչու՞մն է բանը այս ամենը։ Վստահության համար թանկ վճարածը այլևս չի վախենում մենակությունից։ Նա զգուշանում է մարդկանցից։ Այստեղ գիտեք ինչ բառ է պակասում, դա ճիշտ ասում, չէ՞։ Վստահության համար թանկ վճարած մարդը։ Դե ինքը արդեն գիտի, որ մարդն է, բայց պարզվում է այդ կարևոր բառը ստե պակասում է։ Այ ոտե լիներ վստահության համար թանկ վճարած մարդը այլևս չի վախենում մենակությունից, նա զգուշանում է մարդկանցից, կփոխեր ամբողջ բացատրությունը, թե ինչու է այս վիճակում, որովհետև դա կվերաբերվեր մենակ մարդուն, ոչ թե խաբվածին։ Այսօր
թանկ վճարածները, որոնք իրաց վստահության համար թանկ են վճարում եւ իրաց հայրենիքը կորցնելու համար Արցախը։ Եվ այդ շենքի բնակիչները, որոնք դրա համար ձայն են տվել, եւ այն Տիգրանաշենի բնակիչները, որոնք տեսեք, հլմեկի ձայնով ասում է, «Դες բան չկա»։ Իրանը վերցում 75% ձայն են տվել։ Այ դրանք բոլորը խաբվածներ են։ Բայց միայն մարդն է հասկանում, մարդ բառը հասկանումը կարևոր, բանը խաբված մարդն է հասկանում, որ այլևս չի կարելի վստահել նույն մարդուն։ Խաբվածը միշտ չի որ հասկանում։ Այ դրա համար եմ ասում, սա շատ կարևոր բառ է բաց թողված, շատ, որովհետև այսօր դե գիտեք, որ ես TikTok-ով եմ եթեր անում, տենց էլ ալինում, այն էլ ամեն օր Երևանի ժամանակով ժամ 10-ից 1 ժամ առնվազն, ովքեր TikTok-ում կան, կարող եք հետևել, որովհետև այնտեղ դե մարդիկ այլ պատկերացումներ ունեն աշխարհի քաղաքականության վերաբերյալ, Հայաստանի վերաբերյալ եւ ընդհանրապես մի ուրիշ տարածք է, եւ այնտեղ առռելի աշխատանք կանելու, ես դա եմ վերցրել իմ վրա։ Այսօր մի պատկառելի մարդ, որ ապրում է Գերմանիայում, խոսքից հասկացա, որ գրել կարդալու հետ լավ սեր ունի կարդացած։ Ինքը ինձ ասեց, որ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը դա միակ տարբերակն է, որ ինքը գտավ վստահելի։ Եվ այդ ժամանակից, որ ես հասկացա, որ այս նախադասության մեջ մարդ բառը շատ կարևոր է։ Որովհետև միայն մարդն է մի անգամ խաբվելուց հետո զգուշանում նույն մարդուց։ Դրանց նմանների կարելի է անverջ խաբել, անverջ, այսինքն 8 տարի այդ մարդուն ամեն ինչ խոսք են տվել, ամեն ինչ արել են, ասել են ու արել են կոնկրետ հակառակը, այսքանից հետո մարդ որ հայերեն գրել կարդալ գիտի, մաքուր հայերենով է խոսում, դեռ հավատում է Նիկոլ Փաշինյանի ասած Հայաստանի քարտեզներին, որ ինքը ասեց իրական Հայաստան։ Ես դեռ արդեն հանձնվեցի։ Հիմա վերադառնում եմ այս հաղորդմանը ու մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրենք, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը մենք չենք գտնում։ Այո, միևնույն ժամանակ ինքն ասեց, որ քարտեզը պետք է իրավական հիմքը նայել։ Քարտեզը ի՞նչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Քանի որ իր համար քարտեզն էս մի բանը ոնց կարելի է գծել, իրավական հիմքը այն ժամանակ չկար, հիմա արդեն գտել այդ իրավական հիմքը, այդ դեպքում հարցը առաջանում ամենակարևոր հարցը։ Այո, քանի որ ես մասին խոսացել եմ, ուզում լսենք, եթե չեմ ուզում խոսել։ Կարծում Հայաստանում չի մնացել որևէ մի adekvat մարդ, որ դեռ հույս ունի, որ Փաշինյանը։ Adekvat, երկու կարևոր բառ, եւ adekvat եւ մարդ։ Հա, երկուսն էլ կարևոր է, երկուսի ներկայությունն էլ կարևոր է։ Եթե մեկը հավատում է դեռ Նիկոլի, ոչ adekvat է, ոչ էլ մարդը։ Նիկոլը ինչ որ բան է պատրաստում անել Հայաստանի Հանրապետության օգտին, սահմանների տարածքային ամբողջականության եւ այլն։ Հիմա բացառիկ շանս է հայտնվել անդիմության համար, որ արդարացնի, որ իր գոյությունը խորհրդարանում դա Նիկոլին ծառայելու համար չի։ Եվ այսպես այսօրվանից խորհրդարանական անդիմությունը պետք է լծվի Հայաստանի միջազգային սահմանների ճշտումը միջազգային դատարանում։ Այո, ճիշտ լսեցիք։ Անդիմությունը պետք է դիմի միջազգային դատարան պարզելու համար ի վերջո որտեղով են անցնում Հայաստանի սահմանները, որովհետև Նիկոլ Փաշինյանը օրական մի հատ քարտեզ ձեռք գալու է, ասելով որ օպս, Ալիև ինձ նոր բան է տվել, նոր խզբզած քարտեզ է տվել, էս էլ է Իրանը, եթե չտան կլինի պատերազմ, որտեղ միջազգայինորեն ճանաչված սահմանները դա են։ Հիմա անդիմությունը կարող է բոլորին իրար հետ տանի միջազգային դատարան ու մատ անի այնտեղ, եթե իհարկե ցանկություններն ունեն։ Նորից կրկնեմ, այսօրվանից խորհրդարանական անդիմությունը պետք է ձեռնամուխ լինի Հայաստանի սահմանների պարզաբանման դիմումը ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Միայն ՄԱԿ-ի միջազգային դատարանն է իրավասու գծել Հայաստանի Հանրապետության իրավական սահմանները, որից այս կողմ կամ այն կողմ որևէ շարժ կդիտարկվի որպես արդեն օկուպացիա եւ ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իհոց, արդեն պարզ է, չեմ ուզում կրկնենք, եւ այսպես անցավ շաբաթ օրը, սարոփաթ գիշեր եմ հրապարակել, արդեն առավոտ շաբաթ տարածվել էր տասնյակ հազարներով
Եվ այսպես անցավ ամբողջ շաբաթ օրը եւ ձայն չկա։ Իհարկե կոմենտները 130 կոմենտ եւ նկարով մի քանի 100 ուրիշ տեղը հասկացա, որ դեռ adekvatության էլի խնդիրներ ունենք, որովհետեւ սենց է մոտապես դեռ ուր անդիմություն։ Ընկերներ ջան, ինչ չեմ ասում ընդեղ անդիմություն կա։ Ասում դու ի պաշտոնե, եթե դու համաձայն չես Նիկոլ Փաշինյանի հետ ու քեզ ասում ես ես անդիմությունն եմ, դու պարտավոր ես լեգիտիմ քայլերը ձեռնարկել։ Եթե դու չես անում, դու Նիկոլ ես։ Ես գիտեմ, որ դուք Նիկոլ եք։ Ես այդ իլյուզիաները չունեմ, ու ես ուզում եմ ասեմ, որ դուք արդեն այդ իրավունքը ունեք։ Արդեն իրավունքը չէ, պարտավոր եք անել, հա, որովհետև հաջորդ անգամ, եթե տեսա մեկը Նիկոլից բողոքում է, որ Տիգրանաշենն է ուզում տա, ես ասել եմ, այդ Նիկոլը չի ուզում տա, դու էլ ես ուզում տաս, որտեղ դու արդեն չես սկսել այդ լեգալ process-ը։ Հիմա երևի կմտածեք, ոնց կարող է փոքրամասնությունը սկսի լեգալ process։ Հենց այդպես։ Սահմանադրականորեն իրավունքը դա ունի։ Խորհրդարանական կառավարման համակարգում երկու ընդդիմադիր կուսակցություն, որոնք գտնվում են խորհրդարանում, որոնք ունեն փոխնախագահի պաշտոն, որոնք ունեն բնականաբար արդեն հանձնաժողովների նախագահի պաշտոն, իրանք պետություն են ներկայացնում։ Պետությունը մենակ վարչապետը չէ։ Սա հիմարների եւ խանական համակարգի տակ ապրողների համար է Նիկոլ Փաշինյանը հագավոր։ Ոչ։ Խորհրդարանական պետությունում ազգային ժողովի փոխնախագահը կարող է վերցնել իր աշխատակազմը ցանկացած երկրի, ցանկացած դեսպանի, ցանկացած ներկայացուցիչի հետ իր անձնական քաղաքական հարաբերությունները սկսի հարցերը բարձրացնել ու ոչ մեկի թույլտվության կարիքը չունի, ոչ նախագահի ազգային ժողովին, Թուրք Ռուբոյի, ոչ Փաշինյան Նիկոլի, ոչ մեկի։ Ինքը իշխանություն է, իշխանության մեջ փոխնախագահի պաշտոն ունի։ Կարասուլիսներ հրավիրի կարեն նամակներ գրի փոխնախագահի պաշտոնի անունից, եւ եթե դուք սա չարեցիք ու դուք բողոքեցիք Նիկոլից, պատասխանը լինելու է նույն բանը։ Նիկոլը չի անում դա, դուք եք անում նաեւ, որովհետեւ դուք իշխանության մաս եք։ Իշխանություն չեք, իշխանության մաս եք։ Եվ եթե դուք սկսեցիք այս process-ը, նշանակում է, բացահայտ ասում եմ, արդեն ոչ մեկի չեք կարող խաբել, որ դուք Նիկոլ չեք։ Լրագրողները սա շատ լավ պետք է իմանան։ Շատ հստակ կարդացեք այդ կանոնակարգը, էլի, ազգային ժողովը ինչ է նշանակում ազգային ժողով, ինչ իրավունք ունեն այդ հանձնաժողովները, ինչ իրավունք ունի, ասենք, բանը, նախագահ, տեղակալները։ Կարդացեք, ու սրանից հետո մոռանում եք ճիվաղին, բռնում եք հենց այդ ճակերտավոր ընդդիմության կոկորտը։ Մանավանդ Արամ Վարդևանյանի։ Արամ Վարդևանյանը պետք է հասկանա, որ պրծավ իր խաղաղ կյանքը։ Ու եթե ինքը հանկարծ որոշեց, որ չի անելու այն ինչ որ ես հիմա ասում եմ իրան, նշանակում է ինքը հրաժեշտ տվեց իր խաղաղ կյանքը, սենց ասեմ։ Ու ինքը կանիցի այն օրը, երբ որ իրենք ստացան մանդատ։ Ես խոստանում եմ ձեզ։ Այսինքն այնց ոնց որ անիծելու է Նիկոլը այն օրը, երբ որ ինքը զավթեց իշխանությունը։ Որովհետև ինչ է ստացվում։ Չեն կարողանում կտրեն Զանգեզուրը, կտրում են Զանգեզուրը Հայաստանի մյուս մասին կապվող հատվածը։ Այս պատերազմը նաև Իրանի դեմ եւ Իրանի եւ ռազմական ղեկավարությունը եւ փոխնախագահը պարզ ասեցին այն ժամանակ մենք կիսով չափ էինք մերկացրել։ Հիմա դուրս կգա պատյանից։ Հասկացաք Փաշինյան Նիկոլ, սա հայ ժողովրդին չի վերաբերվում։ Պարզ ասեց հայ ժողովուրդը եւ ղեկավարությունը պիտի հասկանան։ Դուք մեր եղբայրներն եք։ Դե հիմա տեսնեմ, իմիջիալոց սա էլ ասեմ, որ իմանան, Սփյուռքի բոլոր կառույցները կարան սկսեն այս լեգալ process-ը։ Իրանք հենց կարող են դիմել ՄԱԿ-ի դատարան, այս հարցով, պարզաբանում կարծիք ստանալ ի վերջո որտեղ են անցնում Հայաստանի սահմանները։ Ցանկացած կազմակերպություն դա կարանի եւ Հայդատի գրասենյակը, եւ կարանի դաշնակցությունը, եւ հնչակները, բոլորը դա կարող են անել իրենց կազմակերպությունների անունից։ Այդ որոշումը, այդ կարծիքը, որը լեգալ կարծիքը, փակելի է շատ բերաններ, դուք հասկացեք, միջև հիմա ես չգիտեմ ինչի դա չի արվել։ Այ եթե գրանցված լիներ արդեն մեր շարժումը, որի մեկնարկը տալիս ենք ամսի 19-ին, հա? Եթե գրանցված լիներ մեկ շարժում, մենք արդեն արել ենք հաստատ։
Մեկը ես շտապում եմ, որ մենք չուշանանք գրանցել առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ բոլոր տեղերում ովքեր պետքա գործի։ Վստահ եք, այդ ամեն ինչ անելու ենք։ Մենք սկսելու ենք այդ process-ը։ Անկախ նրանից կստանա այդ սնդիմությունը կանի թե չէ, մենք դա անելու ենք։ Թող մի քանի կազմակերպություններ նույն հարցով դիմեն եւ թող միջազգային դատարան հարցը գնա միջազգային դատարան, որովհետեւ այսօր մի հատ ինչ մեկը գերել է։ Բա ինչ կլինի, եթե հանգարց միջազգային դատարան որոշի, որ քեզ դու երկիր չունես։ Ուզում եմ ասեմ, արա անգիր ջան, դուք բոլորդ եք նիկոլական։ Ես չեմ հասկանում, adekvatությունը լքել է Հայաստանը։ Կամ էս ինտերնետ, որ մտնում են մարդիկ, հատուկ ֆիլտր է դրված այնտեղ։ Որովհետեւ եթե դու համապատասխանում ես adekvat չափանիշներին, դու չես կարող մտնել։ Ժողովուրդ ջան, Ադրբեջանը հələ պետք է փաստաթուղթ ներկայացնի նախ, որ ինքը ինչ-որ պետություն է իրենց ներկայացնում, որ ինչ-որ ձև ինքը մակում գրանցվել է։ Ո՞նց է գրանցվել Ադրբեջանը։ Դուք տեղյակ եք։ Տեղյակ եք դուք Ադրբեջան կա ընդհանրապես մակում գրանցված։ Մակ չէ, դրանց առաջ ազգերի լիգան էր միջև մակը 18 թիվ։ Ընդհանրապես ո՞նց է գրանցված։ Կամ գրանցված, թե չէ։ Հələ նախ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ ինքը որպես պետություն կա։ Այդ անունի իր վրա բանա, իրավական հիմք ունի եւ այլն։ Քաշ տվեք դատարան, հələ տեսեք ընդ տակից ինչ է դուրս գալի։ Մեկ էլ կարող է տակից դուրս գա, որ Ադրբեջանը չկա։ Դուք մի մտածեք Հայաստանը ինչա լինելու թե չէ։ Հայաստանը ամեն ինչ ունի, Սևեր դաշնագիր ունի, Հայաստանը Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ ունի, Հայաստանը ՄԱԿ-ի այն ժամանակվա ազգերի լիգայի զեկույց առաջարկն ունի, կոնկրետ սահմաններով ամեն ինչը կա։ Ադրբեջանն է, որ այդ բան չունի, ինչ եք դուք խառնվել Ադրբեջանի փոխարեն։ Հələ այնտեղ հələ Թուրքիան անգնում, կներեք քացու տակ, իրանք էլ իր հերթին։ Սա պետք է անենք։ Մենք անելու ենք։ Իմ ջելոց ովքեր բաժանորդագրված ո՞րն է, ովքեր անդամագրված չեն, սա մեր ավականին է։ Իմ ջելոց ինքը ավելանում է, մենք process-ի մեջ ենք, աշխարհագրությունը մեծանում է, մասնագետները շատանում են, բոլորը ոլորտային մասնագետներ են եւ լուրջ հեղինակություններ։ Սենց ասել։ Մատնանք այս պահին քանի հոգի արդեն գրանցվել, համար կարևոր է 161 մի քանի օրվա ընթացքում արդեն այդքան մենք գրանցված անդամներ ունենք։ Եվ գրեք ինձ, ովքեր ուզում են դառնալ իրենց քաղաքում մեր ներկայացուցիչները, որտեղ մենք արդեն ունենք 27 քաղաք, այսօր համար ես բան չեմ ավելացել, որտեղ նամակի չեմ հասցրել պատասխանել։ Երեք էլ ունենք 27, այսօր 27։ Ես գիտեմ նամակները ձեզ տերնում ժողովուրդ, ես ժամանակ կտեմ անպայման ձեզ հետ պատասխանելու համար։ Գրեք իմ WhatsApp-ի համարը ներքևում կա, ովքեր ուզում են իրենց քաղաքներում դառնալ պատասխանատու։ Իսկ 27 տեղ արդեն գրասենյակ ունենալ, պատասխանատու ունենալ, գրասենյակ շենքի իմաստով չեմ ասում։ Պատասխանատու ունենալը սա արդեն մեծ ձեռքբերում է։ Եվ մենք անելու ենք։ Եվ անելու ենք ամեն ինչ, որ Ադրբեջանի վզից բռնած, շլինքից բռնած քաշտանք միջազգային դատարան, որ հայկական հարցը միջազգային դատարանի որոշումով հավերժ փակվի, որը քանի դա չի մտել միջազգային դատարան, հայկական հարցը չի փակվելու եւ Հայաստանի գլխին է Դամոկլյան սուրը մնալու է անընդհատ կախված, ոչնչանալու Դամոկլյան սուրը։ Իսկ իրականում Դամոկլյան սուրը այդ հայկական հարցի թուրքական պետությունների գլխին պետք է լիներ։ Հիմա իրանք շուռ են տվել մեր գլխին Փաշինյան Նիկոլի ճիվաղի ցերկով։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գրանցվել են 161 հոգի։ Դա պլյուս այն 27 հոգին, որոնք մենք ունենք որպես պատասխանատու։ Ես էլ ուղղակի հիշեցնեմ, որ նրանք, ովքեր ուզում են բաժանորդագրվել մեր պատրոնին եւ դրանով օգտակար լինել ալիքի զարգացմանը, իմացեք, որ դուք դրանով նաեւ օժանդակում եք մեր ալիքի պահպանմանը։ Նրանք, ովքեր ուզում են իրենց անհատական ներդրումներով օգտակար լինեն եւ շարժումին եւ ալիքին բոլոր հնարավոր տարբերակները այնտեղ donation-ի տարբերակով կա, ստեղ էլ լինքերը կան ալիքին օգնելու համար։ Եթե իհարկե կարևոր է համարում այն աշխատանքը, որ մենք իրականում անում ենք, հա։ Գանք մեր ռազմագերիներին։ ԱԳՆ-ն չի ասում դիմել է Ադրբեջանին երրորդ երկրի կողմից հայ գերիներին տեսակցելու նպատակով թե չէ։ Ես հիշեցնեմ, որ հայ գերիներին տեսնելու նպատակով եւ Ռուբեն Վարդանյանի կինն է սկսել մեծ process, հա, եւ ընդհանրապես
այս դատապարտյալների շահերը միջազգային դատարանում ներկայացող Սիրանուշ Սահակյանն է վաղուց այս process-ը սկսել։ Հայաստանի ԱԳՆ-ից ասեցին դե գիտեք ինչ, մենք չենք կարող ուղիղ դիմել, մենք պետք է երրորդ երկրին դիմենք, որ ինքը անի այս process-ը, իրենք չեն կարող անել, էլի։ Խաղաղությունը հաստատված ճիվաղ ինչպես ասում է, խաղաղությունը հաստատված, բայց իրենք չեն կարողանում տեսակցություն ապահովել այլ ռազմագերիներին հետ։ Պատկերացնում եք, ինչ խաղաղություն է հաստատված, որ ոչ մի ստորագրված չի, ու ռազմագերիներն չեն կարողանում տեսնել։ Նաև չեն ասում երրորդ երկրի, միջնորդ երկրի դիմել են դրա համար, թե չէ։ Նույնիսկ չեն ասում, որ երկիրն է դա պոտենցիալ, որ իրենք կարող են դիմել։ Ոչ մի բան ներքին գործերի նախարարությունը չի ասում։ Մենակ մի բան ասում, որ դա պետք է հարմար լինի Ադրբեջանին։ Այսինքն Հայաստանում ինչ որ կատարվում է, հայ մարդու հետ տարածք լինի, տեսակցություն լինի, ամեն ինչ ցանկացած իրավական հարց պետք է հարմար լինի Ադրբեջանին առաջին հերթին։ Ասեմ ավելին, պետք է հարմար լինի Ադրբեջանին, միայն Ադրբեջանին դա պետք է հարմար լինի։ Դե ուրիշ շահառու կողմ այս հարաբերությունների մեջ չկա։ Գիտեք ինչի։ Որովհետև կողմ չկա։ Հայաստանը կողմ չի։ Նիկոլ Փաշինյանը սուբյեկտ չի, ինքը մարդ չի, ինքը անհատականություն չի։ Ինքը օբյեկտ է, պինգ-պոնգ, որին ոնց ասես կարելի է այս կողմից այն կողմ տշել։ Դա ամեն ինչ հարմարեցում է Ադրբեջանի ցանկությունների եւ պահանջների։ Բացառիկ վիճակա, ոչ մի երկրի կենսագրության մեջ sense բան չկա, որ երկիրը աշխատի բավարարել իր թշնամու պահանջները ամեն գնով։ Լպենի իշխանությունը, նույնիսկ Ֆրանսիայի օկուպացված իշխանությունը, նույնիսկ այս բանով ջանասիրությամբ չէր աշխատում նացիստների համար։ Նույնիսկ երբ որ նացիստները գրավել էին, Ֆրանսիան, գրավել են, փարիզում են իրանք։ Հայաստանը ոչ մեկ չի գրավել։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի ճորտ է, քան կոլաբորանտ Լպենը։ Իսկ ցանկացած Լպեն պետք է իմանա, անպայման միտեղ նստած է Շարլ դե Գոլ, եւ անպայման միտեղ այդ process-ը իրականացվում է։ Կամ Բիսմարկ իրականացվում, այո։ Ոչ մեկ թո չմտածի հանկարծ, որ Նիկոլ Փաշինյանը սաղ ճանապարհները փակել է, ինքը թագավորն է, ինքը ասիչն է, որտեղ իր բոլոր ասիչները, բոլոր, սկսած Թրամփից, Նետանյահուից, Ալիևից, Էրդողանից, դրանք հենց տարվա վերջ մենք կհաշվենք, էլ ասում եմ ճտերն աշնան են հաշվում։ Քանիսն է դրանցից մնացել, ու ամենակարևորը, ինչ կարգավիճակով։ Հա, կաղբադ են, կաղշուն են, արդեն դատվում են, թե դատվելու վրա են, մենք գնայինք։ Որովհետև Փաշինյան Նիկոլը ուրիշ հնարան չունի, բացի այս պահից, այս պահին եմ ասում, առաջ կարելի էր վստահորեն Պուտինն էլ ավելացնել։ Չնայած հիմա էլ կարելի ավելացնել, բայց մի վիճակ էլ նրան չի։ Հիմա կոնկրետ Զանգեզուրի Միջանցքին ով է խփում, ով է ուզում։ Հա, Պուտինն ինչ է ուզում այս տարածքում, այս էլի ինքը համաձայն է այս ամեն ինչը, որ այդ Միջանցքը իր ձեռով գնա։ Սա է։ Ուրիշ բան ինքը այդտեղ խնդիր չունի։ Միջանցքը պետք է վերահսկվի իր կողմից, ոչ թե պետք է Միջանցք չլինի։ Սա իր դիրքորոշումն է։ Գնանք առաջ։ Գանք Երևան ավելի ճիշտ։ Չնայած Երևանում էինք։ Հա, այս բանի մասին չխոսեցինք։ Սկսում են փաստահավաք գործունեությունը հունիսի 12-ի վարակություններից տուժած անձանց մասին։ Փաստաբաններն ասում են, որ 2 տարի առաջ այս ամենից ջարդու փշուրը, որ եղավ Բաղրամյան պողոտայում եւ ազգային ժողովի դիմաց, որտեղ օգտագործվեցին աչքերված նռնակներ, որոնք օրինականացվեցին մի ամիս հետո, օգտագործելուց հետո, պատկերացնում եք, օրինականացում են իրան իբր կարելի է դա օրինականացնել։ Նռնակներ, որոնք պատճառ են դարձել մարդկանց վնասվածքների, ընդ որում կան նաև ոչ միայն ֆիզիկապես տուժացնել, այլ բանտարկվածներ։ Ու այս բանի կողմից սենց է ոստիկանների գործողություններից տուժած ցուցարարների պատմությունը այդպես էլ իրավական հետևանք չունեցավ, չկա։ Ոչ մի ոստիկան պատասխան չի տվել սա, բայց կան մասնակիցների կողմից ձերբակալվածներ։ Հիմա մարդիկ որոշել են եվրոպական դատարան դիմել ու ճիշտ են արել։ Հասկանում եք, այսօր այն էլ այս ազգային ժողովում որտեղ փոխնախագահ ունեք, եվրոպական դատարան հասնել ազգային ժողովի փոխնախագահի դիմումով ու ստորագրությունով միջնորդությամբ շատ ավելի հեշտ է։
Շատ գնացել եք, չէ, նկարել եք, չէ, Բրիտանիայի դեսպանի հետ։ Այսինքն WhatsApp-ի համարը ունեք, չէ։ Ճակերտավոր եմ ասում WhatsApp-ի համարը։ Կոնտակտներ ունեք, չէ։ Ես չեմ ասում իրանք ուրախությամբ այդ հարցերի լուծում պետք է տան կամ կանչեն Նիկոլ Փաշինյանին մատ թափան, բայց իրանք պետք է հասկանան, որ դա երկիր կա, ոչ թե պահանջատեր կա, մարդ կա, process կա, գուցե սկսեն մի քիչ ավելի զուսպ պաշտպանել Փաշինյան Նիկոլին։ Ինչ եմ ասում զուսպ, որովհետև մեկը պաշտպանելու են, որովհետև ով է Բրիտանիան այս տարածքում Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին հետախուզության միակ մարդը, որ պետք է, դե ուրիշ բան չկա։ Միակ են փչած սիլիկոնով են տիկնիկը մոդը դրած է գեշ տիկնիկը, դա մի վեցի կադրն է։ Եվ այդ առումով ունիկալ է Հայաստանի կառավարությունը։ Ունիկալ։ Արտաքին հետախուզությունը պատկանում է Բրիտանիային, ներքին բանը, արտաքին գործերը, ուրեմն ղեկավարը, նախարարը, Օմեգա գործակալը, FSB գործակալը, տեղակալը Ռոթշիլդներն են ուղարկել, Իսրայելի գործակալը, Մոսադի գործակալը։ Դե Փաշինյան Նիկոլի մասին կարանք չխոսանք, ազգային ժողովի նախագահը Էրդողանի ճուտն է, դե ով եկավ։ Փաշինյան Նիկոլի երկու տեղակալներն են ռուսական ազդեցության գործակալներ։ Տիգրան Խաչատրյանը եկել են բանը։ Ոնց էր։ Մհեր Գրիգորյանը։ Ունիկալ բան է, սենց Հայաստանը ոչ մի բան գաղտնիք չի մնում, գիտեք, չէ, երկար։ Ամեն ինչ պարզ է։ Լրիվ են շպիոն ունիկի անեկդոտն է։ Գիտեք, չէ, շպիոն ունիկի անեկդոտը։ Եվ որ ամերիկացիներն է շպիոն են ուղարկում, ասում են կտեղավորվես եկեղեցու կողմերը, որ հետո որ գան քեզ հեշտ լինի գտնելը։ 20 տարի հետո մեկին ուղարկում են, որ կապ հաստատի իրենց շպիոնի հետ։ Գալիս է այդ ամերիկացին տեղացիներից հարցում է եկեղեցին որտեղ է։ Ես ասում եմ շպիոն ունի գիտունը գիտես, դիմացն է։ Հայաստանում ոչ մի բան գաղտնիք չի մնում։ Ու սենց կալամբուր սալյանկա, բորշել չէ, սալյանկա, որ քո կառավարությունը հələ ներքևի բաները չեմ ասում։ Ամենաերևացող ու ամենապարզ արտաքին հետախուզություն, բանը արտաքին գործերի նախարար, տեղակալ, ազգային ժողովի նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, ամենակարևոր պոստերը մերը չի, հայկական չի։ Մենք Հայաստանում հայկական ոչ մի բան չունենք։ Պարտքերն է հայկական, Հայաստանի վրա պարտքերը, թույները, այդ հանքարդյունաբերությունից մնացած, մեկել են հետևանքները, այն ինչ որ կրում ենք հիմա, սրանց կառավարման արդյունքում։ Դրանեն գումարենք Երևանի սուպեր կեղտոտ օդն ու ջուրը, տեսնենք ամբողջական ինչ է մնացել մեր պետությունից։ Հիմա գանք իրավական մասին։ Տեսնում եք, հպարտ դեմքով քաղաքացին։ Հպարտ դեմքով քաղաքացին քնչականի պետն է։ Որի աշխատողները այսօր փաստորեն ծեծի են ենթարկել ոստիկան, համազգեստով են որում։ Ոստիկանը համազգեստով ա եղել, այսինքն աշխատանք իմացել են, որ ոստիկանը ու քննիչները, իր վարչության պետի հետ միասին ներկայությամբ շենքի մեջ, քննիչների կաբինետում այն աստիճան են ծեծում, որ հետո ստիպած բան է գալիս։ Մասին քանի որ խոսացել եմ, էլի չկրկնվեմ, մի քիչ ինձ բան անեմ, էլի խնայեմ։ Կոկորտս միանգամից լսենք։ Ասվում է, մեծ ծեծ ուտող ոստիկանը օպեր ա եղել, այն էլ մայոր, ոստիկանական համազգեստով, բայց Եղվարդի բաժնի օպեր, որը գնացել է իր ծեծված բարեկամի հարցերը լուծելու, որ գործը հարթեցնի։ Այն էլ քննարկվում է։ Այս կիսատներից մի քիչ ավելի երկար ունեի, բայց երևի չգնացի եթե ինչ որ է, կամ սես կիսատ է գնացել։ Կարևոր չի։ Ու մի անգամից սրան հերքում են այս ամեն ինչին, մի անգամից չի, ամբողջ օրը չեն պատասխանում, հասկանում են, որ այնտեղ կրիմինալ կա, երևի սպասում են ինչ կասի ամենայն Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանն է, չէ, որոշում ունենակ ով է մեղավոր, ով չէ։ 15 զինվորա սպանվել վառել են, հետո Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի, չէ, այս հանցագործություն կա թե չկա։ Այսինքն սուրմալուն պայթեցնում են Նիկոլ Փաշինյանը, չէ, որ պետք է որոշի, դա տերորիզմ է, թե ասենք հանցագործություն, անփույթություն։ Հիշում եք, չէ՞, ամեն ինչը։ Ինչն է ամեն ինչ որոշում։ Հա, որ մարդը իր շարասունը մարդա գցում սպանում է, շարասունը չի կանգնում, օգնություն ցույց չեն տալի, ոչ մի բան չեն անում։ Ու բարձում է, որ ինքը մեջ, որ դա վարչապետի շարասունն է եղել, այդ իր շարասունը չի եղել։ Խոսքով։
ամբողջ օրը սպասելով, որ Փաշինյան Նիկոլը պետքա այս հարցի պատասխաններ տա, երևի էսի ասում է, ես չգիտեմ ինչ ասեմ, սրանք որոշում են մի հատ հերքում տան, քննչական կոմիտեն, մամուլի քարտուղար, Կիմա Աբդալյանը, երևի էս գեղեցկադեմ տիկինը Կիմա Աբդալյանն է, գրում է, որ իշխանությունը արմլուր, որտեղ էսեք ու կայքերն էին տվել, լրատվական կայքերի կողմից հրապարակված բանը չի ներկայացնում ճշմարտությունը, չի եղել այդպես բան, ոչ մեկ ծեծի չի ենթարկվել, ինչ որ Վարույթի շրջանակներում ձերբակալվել են ոստիկանության վերոշյալ ծառայողը, ինչ որ վարույթ է եղել, հա, որ քննիչներին նույն բաժնի դիմաց ծեծի են ենթարկել, փաստորեն միլիցենա ծեծի ենթարկել քննիչներին, մի խոսքով դրա վրա խուլիգանական գործ են հարուցել, հա, ձերբակալվել են ոստիկանության վերոշյալ ծառայողը, նրա ազգակցականի կապի մեջ գտնվող եւս երկու անձ, հա, ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի անպայման խմած պետք է լինի, նաև եւի կռիվար է հայոյել է անպայման, հա, հրապարակային բովանդակության մեջ անհիմն շահարկումները կապակցությամբ հարկ է փաստել, որ աշխատակիցը 10 օգոստոսի 21-ին ձերբակալվելուց հետո անմիջապես գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, հա, ինչպես անձամբ էլ ներգրաված պաշտպանի միջոցով վարույթ իրականացնող մարմին։ Մի խոսքով հերքում է այս ամեն ինչը։ Ես հավատամ քննչականի, այն էլ ամբողջ օրը լռել են, ոչ մի պատասխան չէ։ Հավատամ, որ իրաց քննիչները, լսի, Ռաֆիկ Սամսեմ նիմինավատ։ Քննիչները իրանց համասենյակում նստած էին, հարբեցող ոստիկանը, ինքը ծեծել է իր բարեկամին, հետո տեսել է չէ ինչ որ ընթաց բան մամուլում երևի արձագանք չի ստանում, հետո գնացել է այդ խեղճ քննիչներին, գոռացել է վարակներ, թե ինքը ծեծել է բարեկամին, ինչի գործը չեք քննում, նրանք էլ ասել են աղբոր նման գնա էլի, ասել է չէ, ոնց թե դուք չեք ուզում քնեք, հարձակվել է այդ քննիչների նկատմամբ, նրանք նենց են պաշտպանվել վարչության պետի ներկայությամբ, բոլորը նենց են պաշտպանվել, որ այս ոստիկանը կարիք է ունեցել շտապօգնության, հետո ընկել են շտապօգնություն են մանեկել չեն գտել, հետո այս շտապօգնությունը եկել է, իրանք չեն տեսել, որ այդ շտապօգնությունը եկել է, ասես մի հատ կալամբուր է, հիմա որ լսեք պատմությունը կհասկանաք ես ինչ եմ ասում եւ սրանք ինչ են ուզում հերքեն, հիմա Ծեծի ենթարկելու պատճառը ձեզ համար պարզ է, դուք հասկացել եք։ Մանրամասն կներկայացնեմ, ամբողջ պատմությունը մանրամասն կներկայացնեմ։ Ծեծի պատճառը եղել է ըստ էության նախորդ օրը Նալաթիայի քննչական բաժնի կամ ոստիկանության բաժնի դրանք նշենք ոստիկանության բաժնի դիմաց տեղի ունեցած միջադեպը, ըստ էության վիճաբանություն եւ քաշքշուկ կա տեղի ունեցել Նալաթիայի բաժնի երկու քննիչների մի կողմից եւ նշված բաժնի դիմաց խանութ կա ավտոպայուսամասերի դրա սեփականատիրոջ միջև, որի արդյունքում քննիչները ծեծի են ենթարկել այդ անձին, իսկ այդ անձը հանդիսանում է միաժամանակ Սարգիս Բագրատունյանի հորաքրոջ ամուսինը եւ բացի դրանից էլ հարակից տներում են նույն փողոցի վրա գտնվող տներում են բնակվում, միաժամանակ հարևաններ են։ Սարգիս Բագրատունյանը հանդիպում այդ երկու քննիչների հետ, հասկանալու համար ինչն է պատճառը, որ ծեծի են ենթարկել, այդ ընթացքում քննիչների կողմից լկտի պահվածք է եղել, արհամարական լկտի եւ այլն, որի արդյունքում ըստ էության որին միջամտել են նաեւ տվյալ տարածքի բնակիչները եւ քաշքշուկ առաջացել։ Այդ քաշքշուկի հետ կապված 3 առավոտյան Սարգիս Բագրատունյանին ձերբակալում են եւ տեղափոխում են Երևանի քննչական վարչություն։ Երևանի քննչական վարչությունը Ձեր պաուզա տանք էլի։ Քննիչները ծեծում են աշխատողի, ինչու, քաղաքացու։ Պարզվում է այդ ոստիկանի բարեկամն է։ Ինքը գալիս է բնականաբար բարեկամի պաշտպանելու կամ հարցնելու ինչ-ինչոցա, այդտեղ սկսում է կռիվ։ Չեմ ուզում ոչ մեկին պաշտպանել։ Կռիվ։ Հաջորդ օրը դե քննիչները քրեական գործունեություն կանչում են իրենց մոտ։ Կինոն այդտեղ է սկսում, թե չէ այդտեղ դրսում լակոտան, չէ, լակոտակրատիա է։ Սա ի՞նչ է, Նիկոլի իշխանությունը ի՞նչ է։ Ես ասել եմ հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը դառնում է անկառավարելի, որովհետև սրանք բոլորը այսքան լեզուն են խոսալու, որտեղ Հայաստանում չկա օրենք, Հայաստանում մի հատ օրենք կա։ Նիկոլը ում կասի դու ճիշտ ես։ Հա, որտեղ եթե նույնիսկ դու ԿՊ-ական, հիշում եք, ԿՊ-ական ասենք ավականի ես, բայց դիմացը ասում ուրիշ ավելի ծանր ԿՊ-ական է, այն Կոնջորյանի աղբերը, ուրեմն ինքը կարա գա քո ընտանիքին, կնոջդ, երեխուն, վերջի հայոյանքները օրեկան տա, դու մեկա մեղավոր ես։
հա, քանի որ վերջին Ացյանը Փաշինյան Նիկոլն է, ես ասում հունիսի 7-ից հետո Հայաստանում անկառավարելի վիճակ է, կրիմինալ իմաստով, որովհետև օրենք չկա, միակ օրենքը դա Ալիևի ճուտն է, Նիկոլ Փաշինյանը։ Մի խոսքով, ծեծից հետո կանչում են քննչական։ Նշված դեպքի հետ կապված ըստ էության վարչության պետը Ռաֆել Վարդանյանը իմ տեղեկություններով վարչության բաժիններից մեկի պետ Այվազյանը եւ մեկ աշխատակից վարչության անունը այս պահին ես Երկու վարչության պետ։ չգիտեմ, պաշտպանել չեմ իմանում։ Սեռական բնույթի հայհոյանքներ են տվել պաշտպանյալուց հասցեին, որ քննիչս ծեծում արա սենսու հայհոյանքով է ամեն ինչը։ Որից անմիջապես հետո բռնության են ենթարկվում, ուղղակի ծեծում են պաշտպանյալը։ Այդ տեղեկատվությունը հասնում է իմ պաշտպանյալի եղբորը, ով գալիս ինձադիմում, ես անմիջապես մեկնում եմ Երևանի քննչական վարչություն, հասնելով տեղ ասեմ դες որ մոտ 1 ժամից ավել ինձ թույլ չեն տալիս նույնիսկ շենք մտնել դուրը ներսից փակել էին ուղղակի որպեսզի ես չմտնեմ թույլ չէին տալիս որ ես մտնեմ ներգրավվեմ որպես պաշտպան իրականացնեմ իմ լիազորությունները օրենքին համապատասխան ես ներսից տեղեկատվություն եմ ստանում որ պաշտպանյալից ինքնազգացողությունը վատացել է այդ բռնության արդյունքում եւ շտապօգնություն եմ կանչում շտապօգնության բրիգադը գալիս է Երևան քաղաքի վարչություն եւ իմ Անկիտեք ունեց շտապօգնության նախասար գրանցվում է, զանգերը գրանցվում է, մուտքը գրանցվում է, ամեն ինչ գրանցվում է, այնտեղ ամեն ինչ շտապօգնության ցանկացած զանգ, րոպեով, ով կանչեց, բրիգադը ոնց գնաց, ինչքան է սպասել, ամեն ինչ գրանցվում է, բայց այդ ամեն ինչը երկում է քննչականը։ Հիմա Հայաստանում մարդ կա, դրա համար է ասում եմ, այս արտահայտության մեջ մարդը շատ կարևոր է, հիշում եք, չէ՞, ֆրազը մեջ բերումը այստեղ վստահության համար թանկ վճարածը, չէ, վճարած մարդը, որովհետև ոնց կարող մարդը սրանց հավատա, սրանց հայտարարության, Նիկոլի քննչականի հայտարարություն։ Հետ միասին, մոտավորապես 40 րոպե, եւս դրանց հնարավորություն չեն տալիս, որպեսզի պաշտպանյալին տենան, հետազոտեն, զննեն, ուսումնասիրեն։ Սկորին, շտապօգնությունը 40 րոպե կանգնել է, թույլ չեն տվել, որ մտնի։ Դա գրանցվում է, իհարկե գրանցվում է, որտեղ նրանց գնալն է գրանցվում զանգի հետ գալն է գրանցվում, ամեն ինչ գրանցվում է։ Բայց քննչականն է թքացումն է այդ ամեն ինչի վրա։ Իրեն այտենց ապել, Նիկոլն ասել է ջրեք գնացեք։ Ինքն է եկել, ինքնական ծեծակել է, ոչ մեկ իրան ցեշիկեր, ինքն իրան թափատվել, հետո վատացել է երևի մի խոսքով։ Նիկոլ ավար է, հիշում եք, չէ՞ մի 15 զինվոր սպանեցին, ասեց այդ մայորը կապ չունի այդեղ սպան ձեռից ընկել է վառարանի վրա իրանք կողքի սենյակում վառվել են սփակին գնաց ասին առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանա կայքանում եմ մոտավորապես 40-ից 50 րոպե լավ մնացած արդեն էական չի ես ոչ այս ոստիկանի դառնեմ անշուտ ինչա նշանակում ոստիկան Նիկոլ Փաշինյանի համակարգում պետք է շատ լավ հասկանանք ինքն է նույն ձերես համակարգի մարդը ինքը նույնպես ապրիլի 12-ին իր նմանները ջարդել ու նվաստացել են մարդկանց ամբողջ ոստիկանական համակարգը պետք է շատ լավ հասկանա ինքը հաջորդն է եթե քննչականում կանչում են վարչության պետի մակարդակի վրա ոստիկան են ծեծում դա նույնն է ոնց որ ոստիկանության պետին ՆԳՆ նախարարին ծեծեն նույն բանն է նշանակում է երկրում օրենք չկա եթե երկրում կա մեկը որ պաշտպանված է իրան զգում ուրեմն ինքը անես երջանիկ անտեղյակ է այդ երկրում այսօր պաշտպանված չի ոչ ավականի նույնիսկ ԿՊ-ական ավականին ոչ ոստիկանը մայոր կոչումով հա օպերատոր կարա ոնց է հնարավոր այսօր հնարավոր է որովհետև այսօր դուք Նիկոլ ընտրողները Նիկոլին աջակցողները նույնպես մայորը որ ծեծակել է նույնն ավականին որ ինքը բերել է ամեն ինչ արել է Նիկոլը ընտրվի հա բոլորը հերթով անցնում են իրանց իսկ ստեղծած համակարգի միջով անուշ լինի բոլորդ եք հանցագործ ու իրար արժանի դե հիմա թող Հայաստանում Նիկոլ ընտրողները եթե իհարկե այդ ուղեղ ունակությունը ունեն էլի պատկերացնելով արդյոք իրենք
պաշտպանված են, որ իրենց վաղը չեն ծեծելու մի հատ դրսում, մի հատ էլ կանչեն ներսում ծեծեն, հենց շտապօգնությանն էլ չթողեն, որ գա իրենց փրկի։ Ձեզ դա հասնում է, գիտեք ինչի, դուք եք ընտրել սա։ Այս տխմանի երևի բոլորը գիտեք, հա։ Դիակի չէ։ Ուսումնասիրում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի գնումները։ Դժվար է պատկերացնել, թե աշխատանքային որ պարտականության համար են գնել մարզակոշիկ, այն էլ 12 զույգ։ Ակնհայտ է, որ չկա նման իրավիճակ, որ նախագահի աշխատակազմին պետք լինի ՊՕԹԱՍ։ Ի գիտություն ՔՊ դարաշրջանի պետական ծառայողների աշխատավարձը հաշվարկելիս ենթադրվում է, որ նրա մեջ արդեն ներառված է ձեռհագուստի, օգտագործած շաքարավազի կամ ճանապարհածախսի արժեքը, եւ պարտադիր չէ պետության հաշվին գնել Վահագն Ալեքսանյանի նկարագրած մայկա։ Տրամաբանական բացատրություն, թե ինչու է պետք 12 զույգ նույնանման ԲՕԹԱՍ դժվար է գտնել, կամ նախագահ Խաչատուրյանը ֆուտբոլային թիմ է հավաքում, կամ էլ պատրաստվում է Լենինի պես միշտ նույն ԲՕԹԱՍ-ով Երևան հանձնել։ Չէ, կամ էլ դիշովկա են ուղղակի։ Ես հիշեցնեմ են Ալեն Սիմոնյանն էլ ազգային ժողովի բյուջեի հաշվին իրան դեմքի կրեմ էր նույնիսկ առնում։ Շարֆ, բան, դեպսում։ Որովհետև այդ մարդիկ իծնե են եղել։ Իծնե դա են եղել։ Քիչ է, արա, քիչ այն որ Վիվարոյից միլիոններով մեշոկներով փողը գալիս է, դա է քիչ եղել։ Իր դեմքի կրեմն էլ ու շարֆն էլ ձեռնոցներն էլ պետք է ազգային ժողովը առնել իր համար է։ Ով են եղել սրանք իրենց կենսագրությունով։ Ստրուկ, կենթանի, արժեքով որպես մարդ, արժեքով որպես մարդ, արժեքով որպես մարդ։ Չեմ ասել, ես նկարիչ։ Քանի որ մեր լրագրողները զուրկ չեն կրեատիվությունից, հետաքրքիր հարցեր տալիս են, մասա լսենք։ Իմ բարեկամներից մեկը մի շատ անվանի մտավորական մարդ հարցրեց, բա տղա ջան, հələ սա տեսնենք ձեր Հայաստան վիճակը ինչ է, երկրի վիճակը ոնց է կապում։ Ասի դե լավ է, էլի, քյարի, ոնց պիտի լինի։ Աշխատում ենք, ապրում ենք, խաղաղությունն է կարևորը, կաֆեները ծփում են, Սևանը ծփում է հատկապես այն օբյեկտները քանդելուց հետո, ված չի, ժողովուրդը տնտեսությունը նախկինները չկան կարևորը, որ հիմա կտամ։ Ես ոնց որ կամաց սովորել եք, հա, նախկինից։ Ասի նախկինները չկան կարևոր, հիմա ինչ հարց ուզում տալիս ենք, ճիշտ է, չեն թողնում, բայց տալիս ենք։ Դե խոսքով, զարմացա բարեկամս, ասավ, տղա ջան, կներես, որ ուղիղ հարցնեմ։ Դու հիմա Նիկոլական ես, թե ոչ Նիկոլական։ Ես էլ որոշեցի իրեն այդ նույն հարցը տալ, ասի, իսկ դու հերվից նայելով Հայաստանի վիճակը, Նիկոլական ես, թե ոչ Նիկոլական։ Ասավ, ես չգիտեմ ձեր երկրում ինչն է լավ, ինչն է փոխվել, բայց Արցախում տեղի ունեցած հայտարարությունից հետո ես ոնց կարող եմ լինել Նիկոլական։ Ու ասաց, եթե ձեր Փաշինյանին հանդիպես, իրեն հարցրեց։ Ես վստահ եմ, ինքն էլ որպես ընդդիմադիր, եթե կողքից իրեն նայի, թե ինքը ինչ է արել, լավը, վատը, բոլոր Արցախը մնացածը, ինքը հաստատ էլի Նիկոլական չլինի։ Դրա համար հարցնում եմ, դուք որ ձեզ ընդդիմադիր հայացքով կողքից նայեք, կամ եթե նայում եք, դուք Նիկոլական կլինեք, թե չեք լինի։ Ամեն ինչ իհարկե շատ կրեատիվ է, ամեն ինչ լավ է։ Հարգելիներս, երկու շաբթի օրվանից ձեր օրակարգը փոխվում է։ Այս ամեն ինչը լավ է։ Մենք հաստատ գիտենք, որ սրանք ով են, ինչ են, եթե մարդը ուղեղ ունի Արցախը կորուստները, Արցախը հանձնելուց հետո չի կարա Նիկոլական լինի, չի կարա, ուղղակի էլի։ Եվ ոչ միայն Արցախը էթնիկ զտելուց հետո, առաջի հանցագործություն տեսնելուց հետո, 44 օրյա պատերազմից հետո, եթե մեկն ասում է ես ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց ինքը գլխավոր մեղավորն է, դա նորմալ ընդունողը արդեն մարդ չի, դա արդեն adekvat չի, ինքը դեռ արդեն իր քննարկելու բան չկա։ Մի հատ խոսք, մի հատ վերաբերմունք, վերջ, եթե մեկը պատասխանատուն է, մեղավոր չի, ու ընթացքում էլ պարզվում է, որ ուրիշ մեղավորներ չկան, հետո պարզվում է, որ մեղավորներ նույնիսկ եթե կան, քննված գործը չի հրապարակվելու, որ ոչ մեկ ոչի բան չի իմանա, այս ամենը նորմալ համարողը արդեն մարդ չի, էլ պարտադիր չէր հասներ էթնիկ զտմանը։ Հիմա երկուշաբթի օրվանից հարգելի լրագրողներ, ձեր օրակարգը արդեն սլակները փոխում եք դեպի տեղ նստած եւ ընդդիմություն խաղացող պատգամավորներին։ Առաջնահերթ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, առաջնահերթ։ Եվ մնացած ընդեղ ինչքան կլինեն ակտիվ պատգամավորներ։ Իրանք այս հարցին պետք է տան։ Հայաստանի սահմանները ճշտելու, ճշգրտելու միջազգային ատյաններից կարծիք, եզրակացություն, դիագնոզ,
Վիճելի հարց կա նա ի վերջո։ Ով է լուծելու այդ վիճելի հարցը։ Նիկոլ Փաշինյանը, որ ինքն ասում է ոնց ուզես կարաս խզբվես քարտեզը։ Այսօր Հայաստանը, վաղը Հայաստան չի։ Եվ ինչ մենք պետք է սպասենք մինչև Հայաստանը բերի 12000 քառակուսի կիլոմետրի սահմանների վրա, հետո էլ ասենք ստեղ չի լինում ապրել, այս է թողեցինք ու գնացինք։ Եթե երկշաբթի իրանք չդարձան ձեր թիրախը, հենց այս կոնտեքստի մեջ։ Ինչ եք անում դուք այս ուղղությամբ։ Ուր այդ պահանջները, ուր այդ քարտեզների պահանջները, ընդհանրապես մի հարց բարձրացեք դրա։ Դուք լեգիտիմ պետություն եք, թե չէ։ Ո՞րն է ձեր տարածքը։ Ում որոշմամբ, երբ, որ, ինչքանով դա միջազգային ստանդարտներին համապատասխանում։ Մենք պետություն ենք, թե ուղղակի բան։ Բուտկա։ Կոշիկի բուտկա կարա լինի, թերթի բուտկա կարա լինի, կամ չգիտեմ, ինչ-որ մի հատ օֆիս, որ ժամանակավոր վարձակալել է երևի տարածքը։ Որտեղ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ կարելի է լսել։ Որտեղ ցանկացած պետություն ինքը պետք է իր գոյության համար լեգիտիմ հիմքեր ունենա։ Ով է բարձրացնելու արխիվից այդ լեգիտիմ հիմքերը։ Պետք է մեկը անի, չէ՞։ Թե չէ, հասկանում եք, չէ՞ խզբզելու արվեստը Նիկոլը լավ է տերապետում։ Եթե երկշաբթի դուք չդարձաք այս հարցի հետապնդողները, խորհուրդ հիասթափվեմ ես այդ նկատմամբ։ Եղբայրաբար եմ ասում ձեզ, ես ձեզ ամեն ինչով կօգնեմ այս ընթացքում։ Սկսեք։ Կրեատիվությունը լավ բան է, բայց եկեք գործողությունով զբաղվենք։ Արձագանք Ֆրանսիա հայությունից։ Նիկոլ Փաշինյանի նոր քաղաքականության մասին Սփյուռքի վերաբերյալ, որպեսզի Հայաստանը ուժեղանա, պետք է Սփյուռքը թուլանա։ Այո, պետք է Սփյուռքը թուլանա, որովհետև այն հարվածները թուրքական այս ծրագրերին, որ կարող են լինել, դա Հայաստանից չի լինելու։ Որտեղ Հայաստանում իրենց ամեն ինչ ձեռքի տակ կոնտրոլի տակ է։ Ամեն ինչ։ Դա լինելու է Սփյուռքից, որպեսզի Թուրքիայում եւ Ադրբեջանում հանգիստ կնեն, պետք է Սփյուռքը թուլանա։ Եվ ես ուրախ եմ, որ տարբեր տեղերից, ես կարծացի, կարծեմ Գերմանիայից էին արձագանքը, սա Ֆրանսիայից է արձագանքը, ես սպասում եմ նաև Շվեյցարիայից արձագանք, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից արձագանք։ Ես տեսա, որ Հայդատի գրասենյակն արձագանք է։ Լավ, ամեն ինչ գնա, գնում է ինչ-որ մի բան, ինչ-որ մի process կա։ Եվ մենք շատ լավ պետք է հասկանանք մի բան։ Մենք այս արձագանքներից բացի պետք է սկսենք լեգալ process։ Օրինակ, հայկական իրականության մեջ ունենք միջազգային որակավորման իրավաբան մասնագետ, քաղաքագետ, կարող սխալ եմ ասում բառը, բայց այս գործին շատ կարող օգտակար լինի Հարութ Սասունյանը։ Շատ, հա, որ ի վերջո իր ձևով կազմված մի դիմում, մի մեծ կազմակերպության հետ, որը ասենք նույն բանը մեր դաշնակցությունը կամ Հայդատի գրասենյակը, որ ունի տասնյակ հազար կամ 100,000-ավոր հետևորդներ, ճիշտ թիվը չգիտեմ, բայց ինքը ճանաչված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինքը գրանցված կազմակերպություն է, ի տարբերություն մենք գրանցված չենք, ինքը գրանցված, երկար տարիներ լոբինգներով զբաղված, հայկական շահերը ներկայացած տարբեր տեղեր, իրեն գիտեն որպես լուրջ կազմակերպություն, եւ ինքը կարող է այս հայցով դիմի մարդու իրավունքների եւ օրբական դատարան։ Ի վերջո հանեք արխիվներից որտեղ է մեր երկրի սահմանները, որտեղ մենք իրավունք ունենք լինելու, որտեղ չէ, որտեղ ենք մենք օկուպանտ, որտեղ են մեզ օկուպացրել։ Հարգելի Սփյուռք, սրանից է վախենում Փաշինյան Նիկոլը։ Այո, եւ մենք պետք է օգտագործենք։ Ես ինչ եմ լսում թշնամուն, որպեսզի հասկանամ ինքը ինչից է վախենում, որտեղ շատ վախենում է, ես լսում եմ մատիկով այսպես սեղմել։ Որտեղ սանք ոչ հայրենիք ունեն, ոչ բան, ասում եմ, Կիրանցի կամուրջը մեր հայրենիքը չի, եթե ձերն է գնացեք պահեք։ Էսի 25 թվականին ասում եմ բանը Նիկոլի Քավորը, որ բանն է։ Մարսպետն է, Խալոմյանները։ Էդ էլ են ասելու, վաղ ասելու, նորակ, չգիտեմ, վայքը մեր հայրենիքը չի, ձերն է գնացեք պահեք։ Ոնց գնանք, եւ ոնց ասենք ճանապարհը հանձնել են թուրքերին։ Այս հոգեբանությամբ, այս ռետորիկայով իրենք հանձնել են ամեն ինչ։ Իմը չի, Ադրբեջան ձերն է գնա պահեք, ոնց է։ Հակարեի կամուրջի իմը չի, Շուշինի իմը չի, Արցախի իմը չի, քոնը գնա պահեք, ոնց։ Ոնց է։ Այդ ո՞րն է քոնը, դու ոչ մեկին է չես, այլ դա պետությանն է։ Պետությունը պետք է մի հատ բան ունենա։
սահման, ինչ որ լեգիտիմ սահման, որն է այդ սահմանը, բարձելու ենք մենք ի վերջո իր հետ, թե ասենք Նիկոլը իր սանիկներն ու քավորները ինչ դուրս տվեցին, դա դառնալու է մեր համասահման, չէ։ Արթուր Օսիպյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը զերպարտություն ու իր հասցեին տարածված կեղծ տեղեկություններ։ Ուշադրություն դարձրեք, սովորական քաղաքացին ստիպված է դատարան գնալ երկրի առաջին դեմքի դեմ, որպեսի պաշտպանի իր անունը։ Երբ պետության ղեկավարն իրեն թույլ է տալիս հրապարակավ պիտակավորել ու մեղադրել առանց ապացույցի։ Սա առաջի դեպքը չի, մենք որպես քաղաքացիներ մի քանի անգամ դատարան ենք դիմաց, ոչ թե անձնական մակարդակի վրա, չէ։ Պետությունը զավթելու, սահմանադրությունը խախտելու, դավաճանության մեջ մեղադրանքի հոդվածներով, այդ բոլորը կա, բոլոր երեք ատյանները դատը ես եւ Հարություն Բաղդասարյանը անցել ենք, հասել ենք մինչեւ միջազգային դատարան, դա Հայաստանի ներկայացուցիչը վերցրեց դա ամեն ինչը դրա հերթին մենք իհարկե հասնելու ենք եւ այդ ներկայացուցիչին եւ Փաշինյան Նիկոլին եւ Փաշինյան Նիկոլի հանցագործությունները կոծկած դատախազներին, դատավորներին բոլորը թերթով ոչ թե ծեծեք ուտելու քննիչների սենյակներում, չէ, դուք դες չեք պրծնելու, չէ, դուք բոլորը այս երկրի զավթման, կորսանման մեջ հանցակիցներ եք, ոչ մի բան չենք մոռացել, հիշեք։ Իսկ Արթուր Օսիպյանը ճիշտ արել։ Մենք լսենք, թե մեր բնության այդ ցանկ ինչ են անում։ 6 ամիս խոստացել էի սրա մասին չխոսայի։ Խոսքը նոր ձևավորվող էկոպարեկի մասին է։ Այդ համակարգում ոնց է ինքը աշխատում։ Խոստումից պատճառներն են, որ այս կառույցը նոր է ձևավորվում։ Իրանք հələ չգիտեն ինչ անեն, չգիտեն թիմ ունեն, թե չունեն, բայց համարյա կարելի ասել մի սեզոն, մի տարի անցել է վրայից ու ժամանակն է ձեզ ճիշտ ասելու։ Ճիշտ ասելու եմ առանց քֆուրների ու վիրավորանքների, չնայած կարելի է նաև տենց։ Ուրեմն ու արժանի են շատերը քֆուրներին, այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են մեր անտառների, մեր բնության պահպանության համար, բայց իրականում թույլ են տալիս, որ կտրվի ու ավիրվի ու երևի իրենց պլանը հետո այդ փողերը վերցնեն ու փախնեն Հայաստանից, իսկ մեզ մնա ավիրված բնություն ու ոչնչացված անտառներ։ Ինչա տեղի ունենում։ Նախ էկոպարեկը ստացել է պետությունից հատուկ պլանավորած, չգիտեմ ով է այդ գնումների պատասխանատուն, չինական գավնո որակի պիկապներ, որոնք ոչ մի ձև չեն անում են գործի ինչը պիտի անեն, այսինքն անտառ չեն կարող մտնեն, օֆրոդ չեն անում։ Հետո թիմ չունի էկոպարեկը, դրա մասին ասելու եմ էլի։ Այսանք արդեն են անտառներն են, որտեղ ծառ չի մնացել, հոգեներին են արդեն հասնում, վերջին կտորներն են տարվում, բան չմնա ժողովուրդներ։ Ու այս նոր էկոպարեկային ծառայության դեմքն է։ Իրանք ասֆալտից դուրս չեն գալիս իրենց մեքենաներով, ու այստեղ էկոպարեկային էլ մեղադրելու չի, հեսի նոր կառավարության ստրատեգիան է, որովհետև տվել են մեքենաներ, որ ասֆալտից ոչ մի կերպ չեն կարող դուրս գան, ու պլյուս տվել են, ու պլյուս աշխատող չկա։ Դաժե մեքենաների քանակի համապատասխան ցանկացող չկա այս համակարգում աշխատի, ու պատճառները շատ են։ Բայց քանի իրանք կբողոքեն, քանի իրանք իրենց վասին վատ հասող մարդկանց կձերբակալեն, կգցեն, իսկ մենք անտառները կորցնում ենք։ Մենք կորցնում ենք մեր հայրենիքը, մենք կորցնում ենք մեր ժառանգությունը, կորցնում ենք ամեն ինչ, կտոր։ Ես հիմա բնապահպանության ոլորտի ակտիվիստ եմ, այսքանը տեսնում եմ։ Հիմա պատկերացրեք ինչա կատարվում մնացած ոլորտները մեր երկրի։ Ու խոսացողները լիքն են։ Այն որ ասում են ծառ չի մնացել, սաղ կտրված են, հեսա տարածքի անտառը։ Այն ինչ որ կանգնած է մնացել, հիմա դրանք են վերացնում արդեն։ Իսկ այս ծառերը սովորաբար 400-500 տարի հետո նոր կսկսեն սաղարթ ստանալ ու ըստ կենսաբանների 100-ից 1 կամ 2 հատ կդառնա ծառ։ Ու այսի մեզ ոչ օդա տալու ոչ էլ ու սենսոր գնաց իրականում սա անտառ չի դառնալու, այլ ինքն էլ է վերանալու։ Սա Փաշինյան Նիկոլի բաց Հայաստանն է։ Բա սրան ծապտվողին ինչ ասես։ Այսօր մեկը ինձանից ներվում ասում է, ինչ ես այդ մարդկանց անասուն ասում, ասում ես հələ ուղիղ անասուն չեմ ասել։ Չեմ ասել Նիկոլին ընտրողները անասուն են։ Ասում ինչ այդ վարկագիծն է անասունին հատուկ։ Վարկագիծը, որ մարդ իր արածին հաշիվ չի տալի, երեկվա բանը չի հիշում։ Հա։ Իր համար մեկ է իր այդ ինչ են անում։ Դա անասունի վարկագիծ է։ Նախինի վարկագիծ է։ Մարդիկ տեղանում են։ Ասում են թող մենք ինչ ուզում ենք անենք։ Թող էլի մեզ հանգիստ թող էլի, թող մեզ այդ վիճակը ձեռա տալի, բայց մեզ մի ասե այդ մասին։ Ասում ոստե։ Եղբայր ջան,
Դու գնում ես բժիշկի մոտ, չես ասում, ինչով եմ հիվանդ։ Կամ ոտենում դու հիվանդ ես, չասին ջան, մատդ աշկդ մի տար։ Դու գիժես, քեզ չի կարելի։ Որովհետև մատդ քո աշկը չի հանում է, այդ քո մատը մեր բոլորի աշկն է հանում։ Ուզում ես քեզ ոչ մեկ ոչի բան չասի։ Սա բանի ոչքի շենք։ Ոչքի։ Ճիշտ քանդում են։ Ասենց ամբողջ երկինն են քանդում։ Ամբողջ։ Ես մի քանի կարևոր նորություններ արտասահմանից ասենք ու վերադառնանք Հայաստան, որտեղ երկար ես։ Եվ գիտեք, որ սա ով է, այդ Թեդ Կրուզն է, խայտարակ սիոնիստ, ապուշ կատարյալ, որ ասում է քրիստոնյաների պարտքն է, ամեն գնով աջակցել Իսրայելին, որտեղ դա պարտադրում է Աստվածաշունչը, հիշում եք Տակեր Կարսոնի ժամանակ։ Տակեր Կարսոնն ասաց, որ դու կրից ինչ ես։ Ոսկա Աստվածաշունչը պարտադրի ինձ, որ դու ինչ ընդ անես, ես քեզ պետք է աջակցեմ։ Ասես չէ, Բայբլի մեջ է գրած։ Հիմա Փասոն Իսրայելի լոբինգը հովանավորում է ամեն ինչ, սրա գովազդները, սրա ոդկասթները, հարց են տալի, աղբյուր ջան, լեգալ է դա Ամերիկայի միասնականին, թե սա իրոք Իսրայելի գաղութն է։ Պատասխանը երկրորդն է բնականաբար, որը հասկացել են այս 4 ընկերները։ Սա Տակեր Կարսոնն է, Թոմաս Մեսին, Մերջերի Թեյլոր Գրինը եւ Ջո Քենտը, որ հրաժարվեց, դիմում տվեց, դուրս եկավ։ Սրանք ամենաուժեղ մագայիսներն են։ Հիմա այս բոլորը դուրս են եկել Թրամփի դեմ, ոչ պատերազմի լոզունգով։ Ես անկեղծ սպասում եմ, որ իրանցից մեկը պետք է առաջադրվի նախագահի թեկնածու որպես միակ տարբերակը այս ամեն ինչից դուրս գալու, որ այս 4-ից մեկը այս նկատում համաշխարհային իմաստով Ամերիկան չի հարցել։ Համաշխարհային իմաստով այս ամեն ինչի տակից դուրս գալու միակ տարբերակը, որ այս 4-ից մեկը առաջադրվի նախագահի թեկնածու հանրապետականների կողմից։ Ես վստահ եմ իրանք հաղթող են։ Հակառակ դեպքում ամերիկյան Նիկոլը կործանելու է ամբողջ աշխարհը։ Մասնավորապես Հայաստանը, ես Հայաստանի դառն եմ, էլի։ Հասկացեք։ Ճիշտ հասկացեք ինձ։ Սանայն, քանի որ եկել հասել ենք Իսրայել-Թուրքիա կոնֆլիկտին եւ կարծիքները տարբեր են, բայց նորմալ կա, որ այո, այդ կոնֆլիկտը կա, բայց դա դեռ Սիրիայի տարածքում է։ Դա դեռ Սիրիայի տարածքում է, որտեղ Թուրքիան փոխող տալուց բացի դեռ ոչ մի բան չի կարողանում անել, բացարձակապես, որովհետև ընդ իսրայելական բան չկա, ռազմաբազա չկա, որ ինքը ռմբակոծի։ Եվ ամենահետաքրքիրն է, որ թուրքական ռազմաբազաները ռմբակոծում են անարգել, այսինքն թուրքերը նույնիսկ հակաօդային պաշտպանություն չունեն, որ ասենք պաշտպանվեն, կամ գոնե մի հատ իսրայելական օդանավխոց են, նման բան չի եղել։ Եվ դա է պատճառը, որ մի քիչ մեղմելու համար, սա գիտեք ով է, Ամերիկայի դեսպանն է, Ամերիկայի ներկայացուցիչն է Իսրայելում։ Израилем Америкой десмана. Посол Штатов в Израиле Майк Хакаби сделал неожиданное заявление о Турции. Турция, вероятно, не представляет непосредственную угрозу Израилю, сказал американский дипломат. Но тут же добавил: это напряженный регион, все очень нервничают. Если кто-то видит действия, которые кажутся ему угрозой, происходит реакция. На фоне растущего противостояния в регионе даже отсутствие прямой опасности не гарантирует мир. Достаточно одного неправильного шага. Միամիտ ենք ռմբակոծել։ Եվ դուք մեր համար ոչ մի վտանգ չեք սպառնում։ Ռմբակոծելուց հետո 2 անգամ։ Ամերիկայի դեսպանը Իսրայելում նույն սիոնիստն է, ոչ մի տարբերություն չկա։ Ինքը բանը Իսրայելի շահերը պահպանողն է։ Ամերիկանի հետ կապ չունի։ Բայց չնայած այդ ամեն ինչին ծանր տեխնիկան գնում է դեպի Սիրիա թուրքերից։ Ծանր տեխնիկան գնում այնտեղ, տեսնենք սա ինչ հետևանքներ կբերի։ Նույնիսկ եմ ասում, ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ ուղիղ ռմբակոծվի Իսրայելի տարածքը։ Դա լինի Սիրիայից, դա լինի Թուրքիայից։ Բայց կապենք տեսնենք։ Սա ուղիղ զգուշացվում է, որ Թրամփը այս նոյեմբերի ընտրությունները կորցրեց ու նա անպայման կորցնել է։
Ինքն էլ ասում է, ինձ impeachment կանեն, եթե հանկարծ ես կորցնեմ այս ընտրությունները, ինքը գիտի դրա մասին։ Ինքը գիտի դրա մասին գիտի նաև Նետանյահուն, դրա մասին գիտեն ամբողջ այփակի դոնորները, եւ դրանով կվերջանա ոչ միայն Թրամփի կադերանները, դա չի ամենավտանգավորը, հա, դրանով կվերաձևակերպի մեր տարածաշրջանը։ Այսինքն Իսրայելը կդադարի ստանալ այդ ամբողջական քաղաքական եւ ֆինանսական աջակցությունը տարածաշրջանի նկատմամբ այս պատերազմին իրականացնելու համար։ Կվերանա Իրանի նկատմամբ պատերազմը։ Իրանը դառնալու է ինքը արդեն տարածաշրջանի ամենահզոր երկիրն է, արդեն, բայց այն ժամանակ կամրագրվի դա։ Դե այն ժամանակ թող տեսնենք ով է պարտադրելու Զանգեզուրի միջանցք։ Ուկրաինայից մի կարևոր բան ասենք, որ պարզ գնում են, որ Թրամփը չի տալիս, չի թողում ռմբակոծել։ Ոչ չի թողում ռմբակոծի ավելի խորը Ուկրաինա Ռուսաստանի ներս արգելում է բանով Իլոն Մասկի ձեռքով այդ SpaceX-ի տվյալները, ասենք ինտերնետի հասանելիությունը, որը շատ կարևոր է ուկրաինական գործողությունների համար։ Եվ ասում է, լսեք, դուք պատերազմը շուտ պետք է ավարտած լինեիք։ Դու ուներ ամեն ինչ, որ դու շուտ ավարտած լինեիր։ Հիմա չեմ թողում։ Չեմ թողում, որտեղ ինձ պետք չի Պուտինի պարտությունը։ Այսքան բան։ Այս մարդը ինչ եկել է փրկում է Պուտինին։ Ով ինչ ուզում է թող ասի։ Ու մյուս կողմից էլ ասում է, դու շանս ունեիր, վաղուց այս պատերազմը վերջանալու։ Դու չես արել։ Դրա համար էլ հիմա Բրիտանիան է օգնում ուղիղ ձևով։ Ոչ միայն զենքան մատակարարում, այլ հարձակողական դրոններ եւ օգնում է Ուկրաինային։ Some breaking news. The UK has gone too far, and what they've just done could drag them into a war with Russia. Because for the first time, the UK has directly helped Ukraine strike targets deep inside of Russia. But this is not about British soldiers. It's about British-made drones. Միխոսքով բրիտանական արտադրության դրոններով ոչ միայն տվյալները տալի հետախուզական, այլև դրոնները բանը։ Միխոսքով Ուկրաինայի ձեռքով, Սլավոնական ժողովրդի ձեռքով պատերազմում են Ռուսաստանի դեմ, դե Ռուսաստանն էլ էս ամեն ինչը սկսողնան չի, որ ինքը անմեղն է, էս են քննիչների եւ այդ ոստիկաններից էս կրտուկն է, հասկացեք, այնտեղ անմեղ կողմ չկա։ Անմեղ կողմը դե սպանվող ժողովուրդն է։ Հա, իսկ Բրիտանիան էլ ամեն ինչ անել է, որ իր հերթին էս պատերազմը երկարի։ Իրան պետք չի, որ պարտվի արագ Ռուսաստանը կամ պարտվի արագ Ուկրաինան, բացարձակապես։ Այս պատերազմը պետք է եկան։ Ես ասում Բրիտանիայի ֆինանսական կառույցները կառավարող մարմինները Ռոթշիլդներն են, ռազմական ոլորտի ծախսերանողները, հա, վեպեկանը վայնե պրոմիշների կոմպլեքսը, էլի հրեաներին է։ Այսինքն պատերազմը բոլորին պետք է, բացի ժողովրդից, փող աշխատելու, քաղաքական ազդեցությունը մեծացնելու, դա չեմ ասում, երկիրը դատարկվում է, իրանց տեղը գալու են ապրեն հրեաները։ Շատ մեծ արյունոտ ու շատ կեղտոտ ծրագիր է, որ վերջ չունի։ Դե Ռուսաստանն էլ իր հերթին ռմբակոծել է Ուկրաինայի ներսում խորքում գտնվող առևտրի կենտրոններ էլի։ Այսինքն այս պատերազմի տրամաբանությունը զուտ ցեղասպանական է, սա տրամաբանություն չունի։ Երբ որ դու առևտրի կենտրոն ես ռմբակոծում, դու դադարում ես պատերազմող երկիր լինել, դու ուղղակի դառնում ես հանցագործ։ Առևտրի կենտրոնն չես, հիվանդանոց առևտրի կենտրոն, ինչ ես ռմբակոծում։ Սա ցանկացած պատերազմ պետք է ունենա իր մեջ պատերազմի օրենքների սահմանում, ասեմ, չէ, կատարում։ Երբ որ դու անցնում ես այդ օրենքները, դու դառնում ես թուրք, այն ինչ որ հիմա կատարվում է։ Ես որ Ուկրաինային եմ մեղադրում, ուկրաինացիներն են ներվում, ես որ ռուսներին եմ այս ամեն ինչի մեջ մեղադրում, Ռուսաստանը մեր հայրենակիցներն են ներվում, ժողովուրդ ջան, մի ներվեք ոչի բանից։ Ես կդադարեմ այն օրը հարգել ինքս ինձ, երբ որ չնկատեմ երկու կողմանի հանցագործությունները։ Որովհետև իմ համար շատ կարևոր են թանկեն են նաև այն հայրերը, որոնք այնտեղ սպանվում են, երկու կողմից են սպանվում։ Կամավոր, պատահական, չէ՞ որ խաղաղ բնակչության մեջ էլ կան զոհեր։ Եվ Ռուսաստանում կան, եւ Ռուսաստանում, եւ Ուկրաինայում։
բայց չեմ հիշում, որ Ուկրաինան առևտրի կենտրոն ռմբակոծած լինի։ Նավթավերամշակողներ գիտեմ, ռազմական կայաններ գիտեմ, բայց առևտրի կենտրոն դե այս ամերիկան Նիկոլին Լևի արդեն 20-ով ասեմ ինչ ասում ստեղ։ Ամերիկյան Նիկոլա Դոնալդ Թրամփը մեղադրում է երկրի բանկային, բանկային համակարգին, որ տոկոսադրույքը չի իջացնում, իսկ էժան վարկեր չեն տալի ժողովրդին։ Ինչի՞ չեք իջացնում։ Որովհետև քո պատճառով, քո քաղաքականության տարիֆային քաղաքականության պատճառով դու երկրին ունես վնաս ես հասցրել, տնտեսությանը ունես վնաս ես հասցրել, որի ինֆլյացիան հնարավոր չի կասեցնել այս կարգի մեթոդներով, որ տոկոսադրույքները արհեստականորեն իջացնել կամ բարձրացնելը սպանում են երկիրը, բայց քանի որ Փաշինյան Նիկոլը Ամերիկայում նստած է դրժի, իր համար մեկ այլ երկիրը կմնա թե չի մնա, երբ կարևորը որ ասեմ, տեսեք, Դոնալդ Թրամփը 45-րդ անգամ հաղթեց Իրանին։ Բա, քանի որ դա է կարևորը, ինքը խոսում է, ինքը նույնիսկ չի հասկանում ինչ է խոսում։ Այն որ ես ասում եմ, այս սկսած տարիֆային պատերազմը բերելու է ինֆլյացիա եւ խորը ճգնաժամի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա իրականություն է դառնում եւ օր-օրի ավելի իրականություն է դառնում։ Փակված հիմնարկներով, բանկրոտ հայտարարված ընկերություններով, հա, մարդիկ տներ են կորցնում աշխատանք կորցնելու պատճառով արդեն հսկայական քանակությամբ տուն հայտնվել շուկայում, որոնք մարդիկ կորցնում են ուղղակի բանկին պարտ մնալով։ Այն ինչ որ նույնը սպասվում է Հայաստանում։ Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում կոլապս է սպասվում, կոլապս։ Ֆերմերային տնտեսությունները անցնելու են բոլորը բանկերի տակ, եթե ոչ բոլորը, ապա 90% եւ ավել։ Մանր մունր տնտեսությունները քանդվելու են, դրանք գրավադրված տները ամբողջ անցնելու են բանկերի տակ, որտեղ նույն ձևի թքած ունենա Փաշինյան Նիկոլը իր քաղաքականության արդյունքում եղած վնասների համար։ Իրան պետք է ցալել ընտրությունները։ Իրան պետք է Ռուսաստանին հայոյելով ստանալ այն բանը, կերպարը, որ ինքը հակառուսա, ինքը վերջապես կփրկի երկիրը Ռուսաստանի ճանկերից։ Իրան դա է պետք, դա արեց, ձայներս ինչ որ բան ստացավ, մի բան էլ գրեց, զավթեց իշխանությունը։ Դե ժողովուրդ դու գնա այդ հայտարարությունների հետևանքները քաշի։ Հասկացեք, նույն կապիկներն են երկու տեղ նստած, նույն հանցագործներն են նստած, մեթոդաբանությունը նույնը, հետևանքներն են նույնը պետք է լիներ։ Ու բան չի գիտելու։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Ապագա չկա, չենք տեսնում ոչ մի բան։ Ժողովուրդը չի ընտրել։ Ժողովուրդը չի ընտրել։ Ինքը ուղակի իրան անցկացրել է այդքան։ Այո, ժողովուրդը իրան չի ընտրել։ Ընտրել են մի քանի 100,000 իր նմանները։ 3-ից 400,000, սա լուրջ թիվ է։ 10-ից 15% մաքսիմում Հայաստանի Հանրապետության իրականության մեջ։ Ուզում եք 2.5%, 2.5 միլիոն հաշվեք, թող լինի մաքսիմում 15%, որ ունակ էր վախի պատճառով, կոնֆորմիզմի պատճառով, աշխատանք չկորցնելու պատճառով, սրիկա լինելու պատճառով, հիշողություն չունենալու պատճառով, ամեն ինչ կարա լինի, բայց այդ թիվը 15% երբեք չի անցել, ու այս ընտրություններն են դա ցույց տվեց։ Այսինքն ժողովուրդը իրեն չի ընտրել։ Եվ այս լավ նորությունների մասին եմ ուզում ձեզ ասել, որ մեր ընկեր Արման Սուլեյմանյանը փաստորեն Հայաստանի դրոնների ֆեդերացիայի եզրափակիչ թուրն է, ինքն է տարածել, հա, դրոնների ֆեդերացիան շատ կարևոր է։ Վաղը եզրափակիչ փուլն է։ 1/8-ում արդեն մեր օդաչուները միմյանց դեմ պետք է պայքարեն, քանզի 8-ից 5-ը Wish-Up դրոնի ակադեմիայից են, Wish-Up։ Սա գիտեք ինչ է։ Սա այն է, ես որ եթե մեծ հնարավորություն ունենայի, ուրեմն տարեկան մի քանի անգամ ոչ միայն այս բանը կլիներ, այս օլիմպիադան, այլ բոլոր դպրոցները կունենային դրոնի դասեր, դրոնի խմբակներ, որ դպրոցները նույնիսկ այն աստիճան զարգացած կներ, որ դպրոցները կմրցեն իր այդ ամենալավագույն դրոնաշինության, դրոնի օպերատորության, ինչ լավ կարող է լինի երեխու համար ավելի սենց բան, հա, ազարտ, քան դրոն սարքելը, դրոն թռցնելը, մրցակցություն է ասպարեզում, նույնը քաղաքապաշտպանության ոլորտում, հա, հետախուզություն, հակահետախուզություն, ոչ չգիտեմ, այնքան բաներ կա, որ մեր կրթական համակարգը
պետքա դրանով ներծծված լիներ։ Մանկապարտեզից սկսած, տուր երեխեքին տալ լեգո հավաքեն, երեխեքի մատոլիկան զարգանա, դրոն սկսեն պուճուր բաներ հավաքել ընդերից, ինչ է ալվում էր նախակրթարաններում, դպրոցներում, ինչ են անում երեխեքի հետ, ինչ են սովորացնում։ Ոչ մի պետական քաղաքականություն, ոչ մի նպատակ։ Մեր ապագա պետության մեջ այս ամեն ինչը դրված է արդեն ու գրված է նպատակների մեջ այդ պրոգրամը որ բացում եք այս ամեն ինչը գրված է ոնց պետքա լինի ինչ պետքա լինի ոնց ենք պատկերացնում արտաքին քաղաքականություններից սկսած ինչի անգլերեն ցույց տվեց ահա տեսեք հայերեն կարելի է կարդալ հիմնական դրույքները անգլերեն կարելի է կարդալ ամեն ինչ գրված է բոլոր մարդիկ ովքեր ուզում են մի օր այս պետականություն ունենան հա որտեղ դրոնի առաջնությունները լինելու է դպրոցների մեջ, ինստիտուտների մեջ, համայնքների մեջ, պատկերացնում եք գյուղերում դա լինի, շրջանների քաղաքային առաջնություն լինի, Հայաստանի չեմպիոնատ լինի նաև, ինչի՞ չէ։ Այնքան բան կա անել։ Մեկը դառնանք ցած ազգ բանակ, ոզնի նման, ոչ մի կենթանի չի կարա, ռիսկ չի անի ձեռը դնի, ոտով խփի։ Առյուծը նույնիսկ չի ռիսկանում խփի, ոզնում, գիտեք ինչի։ Որտեղ մի փուշը բավական է, որ առյուծը դադարի վազել։ Եթե առյուծը չի վազում, փուշ կա ոտի մեջ, ինքը չի կարա որսանի։ Սոված սատկում է։ Այս է պետք ստանալ։ Պետք է դառնալ այս տարածաշրջանում ոզնի։ Ճանապարհներից մեկը տղեկ արդեն սկսել են, ես Երանի հնարավորություն ունենայի իրենց օգնեի։ Իսկ սա ուզում եմ անպայման նայել։ Սա Արտուր Ավետիսյանի ելույթն է սպորտային մարմնավորության Եվրոպայի չեմպիոնատ արել մեր ընկերը։ Բայց ոնց անենք սա վերականգնի ձև։ Չնայած նրան, որ փակվեց Օլիմպիադանը, սա ամեն ինչ արեց, որ սպորտսմենին հնարավորինս խանգարի։ Դուք ստեղ նայեք, դե երիտասարդում։ Սա անհնարին բան է ինքը որ անում է։ Անյատեցին։ Նայեք, սա ֆենոմենալ բան է, ստեղ նայեք։ Ֆենոմենալ սենց երիտասարդներ ունենք։ Գիտեք, թողիկ շարունակի ես ասեմ, էլի, մեր երիտասարդները այս տղեկի մասին ոչ մի բան չգիտեն, բայց այն կապիկ բլոգերների մասին ամեն ինչ գիտեն, այն որ հիմա թուրքական ապրանքներ են գովազդանում, որովհետև չկա պետական քաղաքականություն, ինչն է արժեք պետության մեջ, ինչը լավ սպորտսմենը, լավ երաժիշտը, լավ դրոնի մասնագետը, շնորհակալություն եղբայրս, քեզ շնորհավորում եմ, հա, ինչն է, ինչ, որն է արժեքը մեկ պետության մեջ, այս ձևակերպած չի, ասած իներցիայով դեպի անկում գնում է, էլի, դամար մեկ-մեկ որ տեսնում ես այն ինչ որ կատարվում է մեր շուրջը լավ իմաստով եւ մեր երևելիների թողած ավանդի արդյունքում մասնավորապես սա իմանայինք այսից սա դեշանակում է մի երևելի մի մարդ ամեն սերունդուն ունի այդ մարդը Կոմիտասներ այդ մի մարդը, Հայրիկ Մուրադյաններ այդ մի մարդը, Գինոսյանն է իմ այդ մի մարդը։ Ու սենց բոլոր ոլորտներում ունենք այդ մի մարդ է, մի մարդ, որ մի ամբողջ պետության գործանում, մի ամբողջ ինստիտուտների, նախարարությունների գործանում, մի հոգի։ Բայց դուք պատկերացրեք ինչքան մեծ կլիներ դրա ազդեցությունը, եթե դա լիներ պետության քաղաքականությունը։ Որ այս բառերը սովորեին դպրոցներում որ համակարգային տոների ժամանակ հենց այս բառերը պատվեին։ Սա վարչաֆեստը, տեսել եք, նայել եք, տեսել եք այդ գարշանքը, դուք այնտեղ սա չեք տեսնի, այնտեղ կտեսնեք վարչագարշանքը, որտեղ վարչա պետը ճակերտավոր եմ ասում, այդ արժեքի կրողն է, եթե իհարկե դա կարելի է արժեք կառնել, իրան սա վտանգավոր է,
Որովհետև այս արժեքի համար ինքը արժեք չի։ Այս երեխեքի համար ինքը արժեք չի։ Ինքը օտարացին է, ինքը մաշկի տակ պատահական անցած փշի կտոր է, որ sense թարախակալում է, եթե չես բուժում հասնում է ոսկորիդ։ Իսկ ընդհանրապես պետք է այդ փուշը անել ու շպրտել դուրս, տեղնել բուժել, որ հետևանքներ չթողի։ Ինչ որ անելու ենք։ Եվ վերջում ուզում եմ լավ տրամադրությունով ավարտենք։ Այս տեսանյութը որ տեսա որոշեցի անպայման ձեր հետ կիսվել։ Գտնենք։ Ինձ ամենաշատ հուզեց իրենց լրջությունը, թե ոնց ինչ լրջությամբ էին մոտեցել շալախոյին։ Ճիշտ ասած չգիտեմ ում մշակումն է, բայց այս տեսանյութի մեջ ինձ ամեն ինչ դուր եկավ, եւ մշակումը, եւ որակը կատարման։ Ամեն ինչն է գեղեցիկ, եւ իրանք, եւ տեսարանը հետևի, եւ կատարում է եւ երաժշտությունը։ Տեսեք ինչքան քիչ բան է պետք մարդուն ժպտալու համար։ Այսօր ամբողջովին իմ դեմքի ժպիտ չկար, չէ։ Դե ինչ, ոնց կարող ժպիտ լինի, երբ մենք խոսում ենք Տիկրոջ Փաշինյանից ու նրա ավերիչ հետևանքներից, նրա քաղաքականության ավերիչ հետևանքների մասին։ Դրա համար որոշեցի սանով ավարտել։ Ես չգիտեմ, չեմ ճանաչում այս երեխեքին, այս գեղեցկուհիներին, էլեգանս դուետ։ Գիտեք, ահա, հենց հիմա ձեր աչքի առաջ ֆոլո եմ տալի այսպես։ Դուք գիտեք, ու հետևեք։ Իրանք արժանի են։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։